Շքեղությամբ ու ամբարտավանությամբ լցված խնջույքի մեջ մեկ հապշտապ շարժում վերածվեց դիմակների լուռ անկման։ Մի հասարակ օգնական սովոր լինելով անտեսված լինելուն, բացահայտեց մի ուժ, որը անգամ ամենահզոր ներկաները չէին կարող կանխատեսել։ Նախապես պլանավորված նվաստացումը դարձավ դաժան հայելի, որը բացեց երկար ժամանակ թաքցված ճշմարտությունները։ Իսկ այն, ինչը սկսվեց որպես ծաղրական խաղադրույք, առաջացրեց մի փոփոխություն, որին ականատես լինել ոչ ոք չէր սպասում։ Մինչ հետեք այս զարմանալի պատմությանը, բաժանորդագրվեք ալիքին, դրեք հավանություն մեկնաբանեք, թե որ քաղաքից եք դիտում մեզ։ Ձմեռային գիշերը Երանում առանձնահատուկ ցուրտ էր, բայց կենտրոն թաղամասում գտնվող Երան Փալասը հյուրանոցի սրահի ներսում աշխույժ զրույցների ֆրանսիական շամպայնի ջերմությունը տաքացնում էր բոլորին։ Ներկրված բյուրեղյա ջահերը կախված էին բարձր առաստաղից, ոսկեգույն լույսն արտացոլելով դիզայներական լավագույն հագուստներով զարդարված հյուրերի վրա։ Դա երկրի խոշորագույն արտաքին արտռային ընկերություններից մեկի՝ Սարգսյան ներմուծում ի ամենամյա երեկույթն էր, Երանյան բարձրաշխարհիկ հասարակության բոլոր կարևոր անունները ներկա էին։ Գործարարներ, հասարական գործիչներ, քաղաքական գործիչներ ազդեցիկ դեմքեր շրջում էին սպիտակ ծաղիկների կոմպոզիցիաներով զարդարված սեղանների միջ, մինչ անթերի հագնված մատուցողները մատուցում էին խորտիկներ բյուրեղյա գավաթներ, որոնք փայլում էին մեղմ լույսերի ներքո։ Սրահի կենտրոնում, շրջապատված նույնքան արտոնյալ ընկերների խմբով, կանգնած էր Դավիթ Սարգսյանը, ընտանեկան կայսրությունը ղեկավարող պատրիարքի միակ որդին։ 28 տարեկանում Դավիթը երանյան բարձր հասարակության մեջ հայտնի էր 3 բանով՝ իր առնական գեղեցկությամբ, որը հիացական մեկնաբանությունների տեղիք էր տալիս, իր նախանձելի բանկային հաշվով, իր աններելի ամբարտավանությամբ։ Հագին ունենալով իր մարզական կազմվածքին կատարյալ համապատասխանող իտալական սմոքինգ, նա չափազանց բարձր էր ծիծաղում, շամպայն էր խմում, կարծես ջուր լիներ, կատակներ էր անում մոտակայքում գտնվող ցանկացած մեկի հաշվին։ Նրա ընկերները ուղեկցում էին նրան այս ներկայացման մեջ, ծիծաղելով նրա ասած ամեն ինչի վրա, ցնելով մի էգո, որն այլս լրացուցիչ վառելիքի կարիք չուներ։ Դավիթը մեծացել էր, սովոր ամեն ինչ ունենալուն։ Սովորել էր Երանի լավագույն մասնավոր դպրոցներում, ժամանակ առ ժամանակ փոխանակման ծրագրերով մեկնել էր Միացյալ Նահանգներ, Եվրոպա, 18 տարեկանից վարում էր ներկրված մեքենաներ, երբեք փողի մասին անհանգստանալու կարիք չէր ունեցել։ Նրա համար աշխարհը մի բեմ էր, որտեղ բոլորը պետք է հիանային իրենով, իսկ ով չէր անում դա, պարզապես արժանի չէր նրա ուշադրությանը։ Այդ գիշեր, ինչպես շատ ուրիշ գիշերներ, նա ուշադրության կենտրոնում էր, հենց այնտեղ, որտեղ սիրում էր լինել։ Երեկույթը տեղի էր ունենում հյուրանոցի ամենաշքեղ սրահներից մեկում, որտեղից բացվում էր տեսարան դեպի լուսավորված հյուսիսային պողոտան։ Անթերի դեկորը ներառում էր թավշյա վարագույրներ, սպիտակ վուշե սփռոցներով սեղաններ, մի բեմ, որտեղ ավելի ուշ պետք է լինեին երաժշտական կատարումներ։ Միջոցառումը նշում էր Դավիթի պապի կողմից տասնամյակներ առաջ հիմնադրված, այժմ նրա հոր, Արթուր Սարգսյանի ղեկավարությամբ միջազգային շուկայում չափանիշ դարձած ընկերության հաջողությանս 1 տարին։ Արթուրը լուրջ, խիստ ընտանիքի հեղինակության մասին չափազանց մտահոգվող մարդ էր։ Ի տարբերություն որդու, նա իր կարողությունը կերտել էր քրտնաջան աշխատանքի, կարգապահության գործարար աշխարհում անթերի համբավի շնորհիվ։ Ընկերության աշխատակիցների շարքում, որոնք զուսպ շրջում էին միջոցառմանը, հոգ տանելով վերջին մանրամասների մասին երաշխավորելով, որ ամեն ինչ կատարյալ ընթանա, Մարինա Հովհաննիսյանն էր։ 26 տարեկանում նա 3 տարի աշխատում էր որպես Սարգսյան ներմուծում ի միջազգային պայմանագրերի բաժնի գործադիր օգնական։ Մարինան այն ամենի հակապատկերն էր, ինչը խորհրդանշում էր երեկույթը։ Ծնունդով Երանի Մալաթիա Սեբաստիա թաղամասի համեստ ընտանիքից, նա իր կարիերայի յուրաքանչյուր աստիճանը նվաճել էր ջանքերի, ուսման լուռ վճռականության շնորհիվ, որը տպավորում էր բոլոր նրանց, ովքեր իսկապես ճանաչում էին նրան։ Մարինան ուներ մուգ շագանակագույն մազեր, հավաքված անթերի կոկոնի մեջ, կրում էր զուսպ կոստյում, ձեռքին ուներ կաշվե թղթապանակ, կարճ փաստաթղթերով, որոնք պետք է հանձներ Արթուր Սարգսյանին մինչ գիշերվա ավարտը։ Նրա նուրբ դեմքը թաքցնում էր մի ներքին ուժ, որը քչերն էին կարողանում նկատել առաջին հանդիպմանը։ Նա վաղ տարիքից սովորել էր, որ իր նման մարդկանց համար սխալվելու տեղ չկա։ Յուրաքանչյուր հնարավորություն պետք է կատարելությամբ օգտագործվեր, յուրաքանչյուր առաջադրանք կատարվեր առանց թերությունների։ Այդպես էր նա հասել այստեղ, բիզնեսի կառավարման ֆակուլտետում սովորելու ընթացքում աշխատելով 2 տեղ, անգլերեն, ֆրանսերեն սովորելով պետական լեզվի դպրոցներում, զոհաբերելով քնի գիշերները, ավելի ու ավելի որակավորվելու համար։ 3 տարի առաջ Մարինան լիարժեք կրթաթոշակի առաջարկ էր ստացել Ֆրանսիայում միջազգային արտռի մագիստրատուրայում սովորելու համար։
Դա ոլորտի ցանկացած մասնագետի երազանքն էր, մի հնարավորություն, որը կարող էր ամբողջությամբ փոխել նրա ուղին։ Բայց նույն շաբաթ, երբ նա ստացավ լուրը, նրա մայրը, տիկին Սիրանուշը, իմացավ մի լուրջ հիվանդության մասին, որը պահանջում էր շարունակական բուժում մշտական հսկողություն։ Մարինան միակ զավակն էր։ Նրա հայրը հեռացել էր, երբ նա երեխա էր, այդ ժամանակվանից ի վեր նա մայրը միասին էին դիմակայում աշխարհին։ Ընտրություն անելու կարիք չկար։ Նա հրաժարվեց կրթաթոշակից, մնաց Երանում, նվիրվեց տիկին Սիրանուշի խնամքին, միաժամանակ անխոնջ աշխատելով բժշկական բուժումների համար վճարելու համար, որոնք պետական առողջապահական համակարգը չէր առաջարկում անհրաժեշտ արագությամբ։ Այդ գիշեր, երբ նա սրահով քայլում էր դեպի այն վայրը, որտեղ Արթուր Սարգսյանը զրուցում էր օտարերկրյա ներդրողների հետ, Մարինան զգում էր թղթապանակի ծանրությունը ձեռքերում, նա կուտակված հոգնածության ծանրությունը։ Տնից դուրս էր եկել առավոտյան ժամը 5-ին, որպեսզի մորը տաներ ֆիզիոթերապիայի անսի, նախքան աշխատանքի գնալը։ Ամբողջ օրն անցկացրել էր, վերանայելով բարդ պայմանագրեր 3 տարբեր լեզուներով, պատրաստելով շնորհանդեսներ, համակարգելով տարբեր երկրների գործադիրների միջ հանդիպումները։ Եվ հիմա, գիշերվա 11-ին, նա դեռ այնտեղ էր, երաշխավորելով, որ ամեն ինչ լավ ընթանա այն միջոցառմանը, որը նրա համար ընդամենը մեկ այլ մասնագիտական պարտականություն էր։ Նա սրահն անցնում էր վստահ, բայց զուսպ քայլերով, փորձելով ուշադրություն չգրավել, երբ լսեց մի բարձր ծաղրական ձայն, որը հնչեց իր մոտ։ Դա Դավիթն էր, շրջապատված իր ընկերներով, ծիծաղում էր մի բանի վրա, որը նրանցից մեկն ասել էր։ Մարինան գիտեր ժառանգի համբավը։ Գիտեր ընկերության միջանցքներում շրջանառվող պատմությունները, նրա ամբարտավան պահվածքի, աշխատակիցների հանդեպ անհարգալից մեկնաբանությունների, իր շքեղ ապրելակերպը պահպանող աշխատանքի նկատմամբ լիակատար անտարբերության մասին։ Նա միշտ խուսափում էր նրանից, անհրաժեշտության դեպքում հակիրճ ողջունելով նրան, պահպանելով մասնագիտական հեռավորություն, որը պաշտպանում էր նրան խնդիրներից։ Բայց այդ գիշեր ճակատագիրն այլ ծրագրեր ուներ։ Երբ Մարինան մի քանի մետր հեռավորության վրա էր այն խմբից, որտեղ գտնվում էր Դավիթը, նա տեսավ նրան։ Նրա աչքերը, որոնք արդեն չափազանց փայլում էին խմած շամպայնից, հարվեցին նրա վրա այն հայացքով, որը նա լավ գիտեր, մեկի հայացք, ով իր հաջորդ չար կատակի համար թիրախ էր փնտրում։ Նա սարսուռ զգաց, բայց շարունակեց քայլել, հուսալով աննկատ մնալ։ Բախտը չբերեց։ Դավիթը մի քայլ առաջ արեց, մասամբ փակելով նրա ճանապարհը, թատերական շարժումով բարձրացրեց շամպայնի գավաթը, ինչը ստիպեց նրա ընկերներին անմիջապես ուշադրություն դարձնել։ Թվում էր, թե ամբողջ սրահը շրջվել էր դեպի այդ տեսարանը, կարծես բոլորը զգում էին, որ ինչ-որ բան է պատրաստվում տեղի ունենալ։ Մարինան կանգ առավ, ամուր բռնելով պայմանագրերի թղթապանակը, չեզոք արտահայտությամբ նայեց Դավիթին, սպասելով, որ նա ասի ինչ-որ բան թույլ տա շարունակել իր աշխատանքը։ Բայց Դավիթը չէր շտապում։ Նա վայելում էր պահը, ուշադրության կենտրոնում լինելը, այն զորությունը, որը զգում էր այնտեղ, շրջապատված մարդկանցով, որոնք ծիծաղում էին նրա արած ամեն ինչի վրա։ Նա Մարինային վերից վար նայեց, կարծես գնահատում էր մի ապրանք, հետո չարախինդ ժպիտով, որը ստիպեց նրա ընկերներից ոմանց կանխավ ծիծաղել, նա արտասանեց այն խոսքերը, որոնք կփոխեին ամեն ինչ։ 1 միլիոն կտամ քեզ, եթե հորս հետ ֆրանսերեն խոսես։ Այս արտահայտությունը դուրս եկավ նրա բերանից, լի ծաղրանքով, հեգնանքով, մի պատահական դաժանությամբ, որը կարող էր այդքան բնական ցուցադրել միայն մեկը, ով շատ էր սովոր ուրիշներին նվաստացնելուն։ Նա սպասում էր կանխատեսելի արձագանքի, անհարմարություն, ամոթ, գուցե նույնիսկ արցունքներ։ Սպասում էր, որ Մարինան կխոնարհի գլուխը, կմրմնջա մի ներողություն կփախչի, մինչ ինքն ու իր ընկերները կծիծաղեն իրավիճակի վրա։ Այդպես էին գործում բաները նրա աշխարհում։ Նա սադրում էր, մարդիկ նվաստանում էին, նա իրեն զորեղ էր զգում։ Շրջապատող խումբը սկսեց ծիծաղել ոչ թե այն պատճառով, որ կատակը ծիծաղելի էր, այլ որովհետև Դավիթն էր արել կատակը։ Ավելի հեռու գտնվող որոշ հյուրեր շրջվեցին, հետաքրքրությամբ դիտելու, թե ինչ է կատարվում։ Մարինան զգաց տասնյակ աչքեր իր վրա, սպասելով իր արձագանքին։ Զգաց, թե ինչպես է ջերմությունը բարձրանում դեմքով, ոչ թե ամոթից, այլ զսպված զայրույթից, որը նա սովորել էր տիրապետել տարիների ընթացքում։ Նա կյանքում շատ ավելի վատ բաների էր դիմացել, քան իր ընկերներին տպավորել փորձող մի երես առած տղայի։ Մի կարճ վայրկյան Մարինան մտածեց պարզապես առաջ գնալ, անտեսել սադրանքը, շարունակել իր ճանապարհը։ Բայց ինչ-որ բան իր ներսում, գուցե ամբողջ կուտակված հոգնածությունը, գուցե իր արած բոլոր զոհողությունների հիշողությունը, գուցե պարզապես այդ իրավիճակի անարդարությունը, ստիպեցին նրան այլ որոշում կայացնել։
Նա խորը շունչ քաշեց, պայմանագրերի թղթապանակը հարմարեցրեց ձախ տակ ուղիղ նայեց Դավիթի աչքերին։ Եվ հետո հանգիստ, պարզ բացարձակ սահուն ձայնով, նա սկսեց խոսել ֆրանսերեն։ Ոչ թե սովորական ֆրանսերեն, այլ մեկի անթերի ֆրանսերենը, ով տարիներ շարունակ ուսումնասիրել էր լեզուն, ով պատրաստվել էր սովորել Ֆրանսիայում, ով գիտեր լեզվի յուրաքանչյուր նրբերանգ, յուրաքանչյուր արտասանություն, յուրաքանչյուր նրբություն։ Նա կատարյալ ֆրանսերենով հարցրեց Դավիթին, արդյոք նա նախընտրում է, որ ինքը վերանայի իր մոտ եղած փաստաթղթերը, թե նախընտրում է նախ սովորել լավ վարվելակերպի հարգանքի որոշ հիմնական կանոններ, քանի որ, ըստ երույթին, նրա թանկարժեք կրթությունը մոռացել էր ներառել այդ հիմնարար դասերը։ Սրահում տիրած լռությունը բացարձակ էր։ Կարծես ինչ-որ մեկն անջատել էր աշխարհի ձայնը։ Ծիծաղներն անմիջապես մարեցին։ Կողմնակի խոսակցությունները դադարեցին։ Նույնիսկ ֆոնային երաժշտությունը կարծես թե իջեցրեց իր ձայնը։ Բոլորի աչքերն այժմ հարված էին Դավիթին, սպասելով նրա արձագանքին։ Բայց Դավիթը ոչ մի արձագանք չուներ։ Նա քարացել էր, շամպայնի գավաթը դեռ օդում բարձրացրած, ժպիտը սառած դեմքին, աչքերը լայն բացված զարմանքից, երկար ժամանակ անց առաջին անգամ, մի բանից, որը նման էր ամոթի։ Նա ոչ մի բառ չէր հասկացել Մարինայի ասածից։ Նրա ֆրանսերենը սահմանափակվում էր մի քանի սովորած արտահայտություններով, որոնք օգտագործում էր արտասահմանյան ուղղությունների ժամանակ տպավորություն գործելու համար։ Նա երբեք չէր պատկերացրել, որ այդ աշխատակցուհին, որին նա տեսնում էր ընդամենը որպես իր հոր ընկերության մեխանիզմի մեկ այլ մասնիկ, կարող էր ֆրանսերեն խոսել։ Եվ ոչ միայն խոսել, այլ տիրապետել լեզվին մի սահունությամբ, որը պարզ ցույց էր տալիս գնված կրթության ձեռք բերված գիտելիքի մեջ եղած տարբերությունը։ Մարինան պատասխանի չսպասեց։ Նա գիտեր, որ այն չի լինի։ Նույն վստահ հանգիստ կեցվածքով նա թեթակի գլուխ տվեց, կարծես ավարտում էր մի քաղաքավարի զրույց, շարունակեց իր ճանապարհը դեպի Արթուր Սարգսյանը։ Նրա քայլերն արձագանքում էին սրահի լռության մեջ, յուրաքանչյուրը կարծես նշում էր մեկի հաղթանակը, ում թերագնահատել էին, ով հենց նոր ապացուցեց իր արժեքը հնարավորինս նրբագեղ ձով։ Նրա հետում Դավիթը մի քանի վայրկյան անշարժ մնաց, որոնք կարծես հավերժություն տեցին։ Նրա ընկերները, որոնք միշտ այդքան արագ էին ծիծաղում նրա կատակների վրա, այժմ խուսափում էին նրա հայացքից։ Որոշ հյուրեր սկսեցին իրար մեջ շշնջալ, մեկնաբանելով հենց նոր տեղի ունեցածը։ Դավիթը տարիների ընթացքում առաջին անգամ զգաց մի բան, որին սովոր չէր նվաստացում։ Նա, ով միշտ նվաստացնում էր ուրիշներին, ով միշտ կատակների կենտրոնում էր, ով միշտ վերահսկում էր բոլոր իրավիճակները, հենց նոր հրապարակավ մերկացվեց որպես ամբարտավան հիմար։ Մարինան հասավ Արթուր Սարգսյանի մոտ իր սովորական արդյունավետությամբ հանձնեց նրան փաստաթղթերը, հակիրճ պատասխանելով նրա հարցերին պայմանագրերի մասին հաստատելով, որ ամեն ինչ կարգին է հաջորդ շաբաթ նախատեսված միջազգային համաձայնագրի ստորագրման համար։ Արթուրը, կենտրոնացած թղթերի վրա, գրեթե չնկատեց, թե ինչ էր տեղի ունեցել սրահի կենտրոնում։ Նա գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց Մարինային, վերադարձավ իր ուշադրությունը ներդրողներին, որոնց հետ զրուցում էր։ Մարինան դուրս եկավ գլխավոր սրահից, մտավ հյուրանոցի կողմնային միջանցքներից մեկը, որտեղ վերջապես թույլ տվեց, որ իր ուսերը մի փոքր թուլանան։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, ոչ թե վախից, այլ ադրենալինի արտանետումից, որն ուղեկցում է ցանկացած դիմակայության, նույնիսկ երբ հաղթող ես դուրս գալիս։ Նա մի պահ հենվեց սառը պատին, փակեց աչքերը մի քանի անգամ խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել կրծքում արագ բաբախող սիրտը։ Նա չէր զղջում իր արածի համար։ Չէր կարող զղջալ։ Տարիներ շարունակ նա կուլ էր տվել անհարգալից մեկնաբանություններ, վերից ներք նայող հայացքներ, ամբարտավան պահվածք այն մարդկանց կողմից, ովքեր կարծում էին, թե ավելին գիտեն կամ ավելին են, պարզապես որովհետև ծնվել էին ոսկե օրորոցներում։ Նա սովորել էր գլուխը կախ պահել, իր աշխատանքը կատարելությամբ անել, չարձագանքել սադրանքներին։ Բայց այդ գիշեր ինչ-որ բան այլ էր։ Գուցե դա կուտակված հոգնածությունն էր, գուցե իրավիճակի չափազանց բացահայտ անարդարությունը, գուցե պարզապես այն փաստը, որ նա հոգնել էր, որ իրեն վերաբերվեին այնպես, կարծես անտեսանելի կամ ցածր լիներ։ Մինչդեռ, վերադառնալով սրահ, Դավիթը վերջապես շարժվեց։ Նա իջեցրեց շամպայնի գավաթը, ինչ-որ անլսելի բան մրմնջաց իր ընկերներին, հեռացավ խմբից դեպի բարը։ Մեկ այլ խմիչք պատվիրեց, այս անգամ ավելի թունդ, միանգամից խմեց այն։ Նրա դեմքը կարմիր էր, ոչ թե ալկոհոլից, այլ ամոթից, զայրույթից, որ զգում էր։ Զայրույթ Մարինայի հանդեպ, իրեն մերկացնելու համար, բայց նա թե նա չէր ուզում դա խոստովանել, զայրույթ իր հանդեպ, այդ իրավիճակը ստեղծելու համար։
Երեկույթը շարունակվեց, բայց մթնոլորտը փոխվել էր։ Մարդիկ դեռ զրուցում ծիծաղում էին, բայց այժմ նոր թեմա էր շրջանառվում գործնական խոսակցությունների հասարակական բամբասանքների մեջ։ Այն, ինչ տեղի էր ունեցել Սարգսյանների ժառանգի օգնականի միջ, դարձավ գիշերվա ամենաքննարկվող թեման։ Ոմանք Մարինայի արարքը համարձակ հիացմունքի արժանի համարեցին։ Մյուսները, հատկապես Սարգսյան ընտանիքին ավելի մոտ կանգնածները, ցածր ձայնով մեկնաբանում էին, որ նա վտանգավոր սահման էր հատել, հրապարակավ դիմակայելով իր տնօրենի որդուն։ Մարինան դա գիտեր։ Այդ լուսաբացին մետրոյով տուն վերադառնալիս, պատուհանից նայելով Երանի արագ անցնող լույսերին, նա մտածում էր իր գործողությունների հնարավոր հետանքների մասին։ Նա կարող էր կորցնել աշխատանքը։ Նրան կարող էին տեղափոխել ավելի քիչ կարևոր բաժին։ Նրա կարիերան ընկերությունում կարող էր վնասվել նուրբ, բայց արդյունավետ ձևով։ Այս բոլոր հնարավորություններն անցնում էին նրա մտքով, մինչ գնացքը շարժվում էր դեպի Մալաթիա Սեբաստիա։ Բայց երբ նա հասավ տուն, Մալաթիա Սեբաստիայի հին շենքի 2 սենյականոց փոքրիկ բնակարան, գտավ իր մորը հանգիստ քնած բազմոցին, դեռ միացված հեռուստացույցով, Մարինան զգաց, որ ճիշտ բան էր արել։ Նա ծածկեց տիկին Սիրանուշին ծածկոցով, անջատեց հեռուստացույցը, գնաց իր սենյակ։ Քնելուց առաջ նա նայեց շրջանակի մեջ դրված լուսանկարին, որը պահում էր գիշերասեղանին, ինքն ու մայրը համալսարանի ավարտական օրը, երկուսն էլ հպարտությամբ ժպտում էին մի նվաճման համար, որն այդքան ջանք էր պահանջել։ Այդ գիշեր, Երանի 2 շատ տարբեր վայրերում, 2 մարդ դժվարությամբ քնեցին։ Մարինան, իր փոքրիկ սենյակում Մալաթիա Սեբաստիայում, մտածում էր, թե ինչ կբերի հաջորդ օրը, արդյոք նա սխալ էր գործել, որը կարժենար իր կարիերան։ Դավիթը, իր պենթհաուսում կենտրոնում, քաղաքի լուսավոր տեսարանով, տարիների ընթացքում առաջին անգամ բախվում էր մի անհարմար բանի, այն հնարավորությանը, որ գուցե, միայն գուցե, նա այնքան էլ առանձնահատուկ հիացմունքի արժանի մարդ չէր, որքան միշտ հավատում էր։ Ձմեռային գիշերը Երանում դրսում շարունակում էր ցուրտ լինել, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Փոխակերպման մի սերմ էր ցանվել, թե ոչ ոք դեռ հստակ չգիտեր, թե ինչ կաճի դրանից։ Հստակն այն էր, որ այդ գիշերը, այդ պահը, այդ ամբարտավան մարտահրավերը, դրան տրված արժանապատիվ պատասխանը կնշանավորեին մի պատմության սկիզբը, որը դեռ նոր էր սկսվում։ Արը դեռ լրիվ չէր բացվել, երբ Մարինան հաջորդ առավոտյան հասավ ընկերություն։ Սարգսյան ներմուծում մի ապակե պողպատե շենքը, որը գտնվում էր կենտրոնի տարածքում, այդ ժամին գրեթե դատարկ էր։ Նա միշտ շուտ էր գալիս, ոչ միայն այն պատճառով, որ Մալաթիա Սեբաստիայից 2 տրանսպորտով պետք է հասներ, այլ որովհետև սիրում էր առաջին ժամերի լռությունը, երբ կարող էր կազմակերպել իր աշխատանքն առանց ընդհատումների։ Այդ առավոտ, սակայն, լռությունը տարբեր էր թվում, լցված մի բանով, որը նա չէր կարողանում լիովին անվանել։ Մինչ վերելակը բարձրանում էր 12-րդ հարկ, որտեղ գտնվում էր միջազգային պայմանագրերի բաժինը, Մարինան փորձում էր համոզել իրեն, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Գուցե մարդիկ նույնիսկ չհիշեին նախորդ գիշեր տեղի ունեցածը։ Գուցե դա ընդամենը մեկ այլ մոռացվող դրվագ էր շամպայնով դատարկ խոսակցություններով լի երեկույթում։ Բայց խորքում նա գիտեր, որ փորձում է իրեն խաբել։ Նման բաները հեշտությամբ չէին մոռացվում, հատկապես, երբ դրանք վերաբերում էին ընկերության սեփականատիրոջ որդուն։ Վերելակի դռները բացվեցին, Մարինան քայլեց լուռ միջանցքով դեպի իր աշխատասեղանը։ Սենյակը ընդարձակ էր, ցածր միջնապատերով բաժանված մի քանի աշխատատեղերով, հսկայական պատուհաններով, որոնք տեսարան էին բացում դեպի տարածաշրջանի այլ գրասենյակային շենքեր, ժամանակակից ձևավորմամբ, մոխրագույն սպիտակ երանգներով։ Նա միացրեց համակարգիչը, դասավորեց փաստաթղթերը, որոնք պետք է վերանայեր օրվա ընթացքում, փորձեց խորասուզվել աշխատանքի մեջ, ինչպես անում էր ամեն առավոտ։ Բայց կենտրոնացումը, որը սովորաբար այդքան հեշտ էր նրա համար, կարծես անհետացել էր։ Առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, երբ մյուս աշխատակիցները սկսեցին գալ, Մարինան անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այլ է։ Մարդիկ նրան նայում էին հետաքրքրասիրության, հիացմունքի, որոշ դեպքերում խղճահարության խառնուրդով։ Որոշ գործընկերներ անցնում էին նրա աշխատատեղի մոտով քաջալերող ժպիտներ էին նվիրում, առանց որևէ բան ասելու։ Մյուսները արագ հայացքները փախցնում էին, երբ նա նրանց նկատում էր։ Նարեն, վերլուծաբաններից մեկը, որն աշխատում էր նրա հարան աշխատատեղում, վերջապես համարձակվեց մոտենալ։ «Աղջիկ, դու իմ հերոսուհին ես», շշնջաց Նարեն, հենվելով նրանց սեղանները բաժանող միջնապատին։ «Բոլորը խոսում են այն մասին, թե ինչ ես արել երեկույթին»։ Դավիթը, ինչպես միշտ, հիմարի պես էր իրեն պահում, դու վերջապես նրան իր տեղը ցույց տվեցիր։ Մարինան զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում։
Ուրեմն ճիշտ էր։ Պատմությունը տարածվել էր։ Նա չգիտեր, դա լավ էր, թե վատ, բայց հաստատ այն չէր, ինչ ինքն էր ուզում։ Ուշադրություն գրավելը երբեք նրա նպատակը չէր եղել։ Նա պարզապես ուզում էր խաղաղ իր աշխատանքն անել, հոգ տանել մոր մասին գուցե, մի օր հնարավորություն ունենալ վերսկսելու իր հետաձգված երազանքները։ Ոչ մի առանձնահատուկ բան չի եղել, ցածր ձայնով պատասխանեց Մարինան, փորձելով մեղմել իրավիճակը։ Նա հարց տվեց, ես պատասխանեցի։ Վերջ։ Նարեն ցածրաձայն ծիծաղեց, գլուխը թափահարեց։ Կատարյալ ֆրանսերենով, Մարինա։ Դու նրան նվաստացրեցիր բոլորի առաջ։ Ընկերության կեսն արդեն գիտի, իսկ մյուս կեսը կիմանա մինչ օրվա վերջ։ Դու չափազանց համարձակ ես։ Կամ չափազանց անխոհեմ, մտածեց Մարինան, բայց բարձրաձայն չասաց։ Նա ստիպված ժպիտով շնորհակալություն հայտնեց Նարեին, իր ուշադրությունը վերադարձրեց համակարգչի էկրանին, հույս ունենալով, որ գործընկերուհին կհասկանա, որ չի ուզում շարունակել այդ խոսակցությունը։ Նարեն հասկացավ, ակնարկը վերադարձավ իր աշխատատեղ, բայց ոչ նախքան Մարինայի ուսին քաջալերող տալը։ Հաջորդ ժամերը տանջալի էին։ Մարինան փորձում էր կենտրոնանալ մի իտալական ընկերության հետ բարդ պայմանագրի վերանայման վրա, բայց նրա մտքերը անընդհատ վերադառնում էին նախորդ գիշեր։ Ամեն անգամ, երբ մոտեցող քայլեր էր լսում, սիրտը սկսում էր արագ բաբախել, սպասելով, որ մարդկային ռեսուրսների բաժնից ինչ-որ մեկը կգա, հայտնելու իր աշխատանքից ազատվելու մասին։ Ամեն անգամ, երբ հեռախոսը զանգում էր, նա տատանվում էր պատասխանելուց առաջ, պատկերացնելով, որ դա տնօրենի սենյակ կանչելու հրավեր է։ Եկավ ճաշի ժամը, Մարինան որոշեց չգնալ ընկերության ճաշարան, ինչպես սովորաբար անում էր։ Փոխարենը, նա անկյունի սրճարանից մի սենդվիչ գնեց, միայնակ կերավ շենքի մոտ գտնվող փոքրիկ հանրային այգում։ Նրան մաքուր օդ էր պետք, հեռավորություն, մի քանի րոպե հեռու հետաքրքրասեր հայացքներից, շշուկներից, որոնք հետում էին նրա քայլերին միջանցքներում։ Նստած այգու նստարանին, դիտելով կեսօրին կենտրոնի խելահեղ շարժը, Մարինան թույլ տվեց իրեն առաջին անգամ մտածել Դավիթ Սարգսյանի մասին, նրան դիմակայելուց հետո։ Նա գիտեր, թե ով է նա, նույնիսկ նախքան ընկերությունում աշխատանքի անցնելը։ Երանում յուրաքանչյուր ոք, ով գոնե մի փոքր հետում էր հասարակական սյունակներին, ճանաչում էր Սարգսյան ընտանիքի փլեյբոյ ժառանգին։ Դավիթը մշտական ներկայություն էր բարձր հասարակության երեկույթներում, միշտ լուսանկարվում էր ամեն շաբաթ տարբեր մոդելի կամ հասարակական գործչի հետ, միշտ վարում էր թանկարժեք մեքենաներ, ցուցադրում էր մի ապրելակերպ, որը մարդկանց մեծամասնությունը տեսնում էր միայն շքեղ ամսագրերում։ Բայց այն, ինչ Մարինան տեսել էր նախորդ գիշեր, դուրս էր հարուստ ամբարտավան փլեյբոյի հանրային կերպարից։ Նա մի կարճ պահ տեսել էր մեկի արտահայտությունը, ով հենց նոր բախվել էր իր մասին մի անհարմար ճշմարտության հետ։ Այն զարմանքի ամոթի հայացքը, որը հատել էր նրա դեմքը, երբ ինքը պատասխանել էր ֆրանսերենով, մի բան էր, որը Մարինան չէր կարողանում մոռանալ։ Դա մեկի հայացքն էր, ով միշտ վերահսկել էր բոլոր իրավիճակները, ով առաջին անգամ կորցրել էր այդ վերահսկողությունը։ Մարինան վերջացրեց իր սենդվիչը, վերադարձավ գրասենյակ։ Կեսօրն անցավ համեմատաբար հանգիստ, առանց որևէ դրամատիկ կանչի կամ ուղղակի դիմակայության։ Նա սկսեց մտածել, որ գուցե խուսափել է հետանքներից, որ գուցե դրվագն իսկապես կմոռացվի, քանի որ նոր իրադարձությունները կգրավեն մարդկանց ուշադրությունը։ Բայց հետո երեկոյան ժամը 5-ին, երբ նա պատրաստվում էր հավաքել իր իրերը, տուն գնալու համար, նրա հեռախոսը զանգեց։ Դա Արթուր Սարգսյանի քարտուղարուհին էր։ Հեռախոսի մյուս կողմում պրոֆեսիոնալ չեզոք ձայնը հայտնեց, որ պարոն Սարգսյանը կցանկանար անմիջապես խոսել նրա հետ իր գրասենյակում։ Մարինան զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Սա այն պահն էր, որից նա վախենում էր այդ առավոտ արթնանալուց ի վեր։ Նա պահպանեց փաստաթուղթը, որի վրա աշխատում էր, դողացող ոտքերով բարձրացավ աթոռից, քայլեց դեպի վերելակը, որը նրան կտաներ 20-րդ հարկ, որտեղ գտնվում էին տնօրինության գրասենյակները։ Ճանապարհն այնտեղ կարծես հավերժություն տեց։ Մարինան փորձում էր վերահսկել շնչառությունը, ինքն իրեն կրկնելով, որ պրոֆեսիոնալ կլինի, որ հանգիստ կբացատրի իրադարձությունների իր տարբերակը, որ նույնիսկ եթե աշխատանքից ազատվի, կկարողանա մեկ այլ աշխատանք գտնել։ Նա իրավասու էր, որակավորված աշխատասեր։ Բայց խորքում նա գիտեր, որ դա այդքան էլ պարզ չէ։ Լավ աշխատատեղերը սակավ էին, հատկապես նրանց համար, ովքեր կապեր չունեին բարձր հասարակության մեջ, կախված էին միայն սեփական արժանինքներից։ Արթուրի քարտուղարուհին, մոտ 50 տարեկան Կարինե անունով մի էլեգանտ տիկին, Մարինային ընդունեց բարյացակամ, բայց պրոֆեսիոնալ ժպիտով։
Նա սպասում է ձեզ, ասաց նա, ցույց տալով մուգ փայտե դուռը, որը տանում էր դեպի ընկերության նախագահի գրասենյակ։ Մարինան գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց թեթակի թակեց դուռը։ Մտեք, մյուս կողմից հնչեց Արթուր Սարգսյանի խիստ ձայնը։ Մարինան բացեց դուռը, մտավ իր կյանքում տեսած ամենատպավորիչ գրասենյակը։ Դա ընդարձակ սենյակ էր, ազնիվ փայտի հատակով, միջազգային արթրի տնտեսագիտության մասին գրքերով լի գրադարանքներով, մի անկյունում զուսպ բարով, սկաշվե բազմոցներով, միջավայրում գերիշխող, վարդապայտից հսկայական սեղանով, որի հետում նստած էր Արթուր Սարգսյանը, որոշ թղթեր ուսումնասիրելով։ Արթուրը 55 տարեկան, բարձրահասակ տղամարդ էր, խնամքով կտրված ալեհեր մազերով մի կեցվածքով, որը բնական իշխանություն էր փոխանցում։ Ի տարբերություն որդու, նա հարգանք պարտադրելու համար ամբարտավանության կարիք չուներ։ Նրա ներկայությունն ինքնին բավարար էր։ Նա ընթերցանության ակնոցի վրայով նայեց Մարինային, ցույց տվեց իր սեղանի դիմացի աթոռներից մեկը։ Նստեք, խնդրեմ, Մարինա։ Նա հնազանդվեց, նստելով աթոռի եզրին, ձեռքերը միահյուսած ծնկներին, հայացքը հառած Արթուրին։ Սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, թե նա կարող էր լսել այն։ Արթուրը հանեց ակնոցը, զգուշորեն դրեց սեղանին, երկար հոգոց հանեց։ Մարինա, ես ձեզ այստեղ եմ կանչել, որովհետև պետք է խոսեմ ձեզ հետ երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի մասին։ Պարոն Սարգսյան, ես… Սկսեց Մարինան, բայց նա քաղաքավարի բարձրացրեց ձեռքը, ընդհատելով նրան։ Թույլ տվեք նախ ես ավարտեմ, խնդրեմ։ Նա դադար տվեց, կարծես զգուշորեն ընտրում էր բառերը։ Ես իմ անձնական օգնականից, որը ներկա էր երեկույթին, իմացավ, թե ինչ է տեղի ունեցել ձեր իմ որդու մեջ։ Գիտեմ, որ Դավիթը անպատշաճ մեկնաբանություն է արել, որ դուք պատասխանել եք այնպես, որ նրան, այսպես ասած, անհարմար դրության մեջ է դրել։ Մարինան ոչինչ չասաց։ Նա չգիտեր, թե ինչ ասել։ Արթուրը շարունակեց. Ուզում եմ, որ հասկանաք, որ ես չեմ հավանություն տալիս իմ որդու պահվածքին։ Դավիթը երբեմն, նա նորից հոգոց հանեց, կարծես բառերը նրան շատ դժվար էին տրվում։ Դավիթը դժվարությամբ է հասկանում, որ իր գործողությունները հետանքներ ունեն։ Նա դաստիարակվել է արտոնություններով, որոնք գուցե ես չպետք է այդքան հեշտությամբ առաջարկեի։ Բայց դա արդարացում չէ այս ընկերության աշխատակիցներին անհարգալից վերաբերվելու համար։ Մարինան մի փոքր թեթացում զգաց։ Գուցե, ի վերջո, աշխատանքից չազատվի։ Բայց հետո Արթուրը շարունակեց, նրա ձայնի տոնը փոխվեց ավելի լուրջ, անհանգստացնող մի բանի։ Սակայն, Մարինա, պետք է որ դուք հասկանաք այն նուրբ դրությունը, որում մենք բոլորս ենք։ Այս ընկերությունը ընտանեկան բիզնես է, բայց նա մի հաստատություն, որը կախված է մեր հաճախորդների միջազգային գործընկերների վստահությունից։ Սկանդալի ցանկացած ակնարկ, ներքին կոնֆլիկտի ցանկացած նշան կարող է վնասել մեր հեղինակությանը։ Իսկ հեղինակությունը, գործարար աշխարհում, ամեն ինչ է։ Մարինան զգաց, թե ինչպես է թեթացումը նորից վերածվում անհանգստության։ Նա սկսում էր հասկանալ, թե ուր է տանում այս խոսակցությունը։ Այսօր առավոտյան, շարունակեց Արթուրը, Երանյան բարձրաշխարհիկ կյանքի մասին լրատվական մի կայք հրապարակել է ձեր իմ որդու լուսանկարը, երեկույթի սրահից դուրս զրուցելիս։ Լուսանկարն արվել է միջադեպից հետո, երբ, ըստ երույթին, դուք երկուսդ հյուրանոցի միջանցքում կարճ խոսակցություն եք ունեցել։ Մարինան հիշեց այդ պահը։ Արթուրին փաստաթղթերը հանձնելուց հետո նա դուրս էր գալիս հյուրանոցից, երբ Դավիթը միջանցքում կարճ ժամանակով կանգնեցրել էր նրան։ Նա շատ բան չէր ասել, պարզապես նայել էր նրան մի արտահայտությամբ, որը նա չէր կարողացել մեկնաբանել, մրմնջացել էր, որ պետք է խոսեն։ Նա պատասխանել էր, որ խոսելու բան չկա, շարունակել էր իր ճանապարհը։ Ամբողջ փոխազդեցությունը տել էր 1 րոպեից պակաս։ Խնդիրն այն է, Մարինա, ասաց Արթուրը, իր սեղանի դարակից մի տպագիր թուղթ հանելով, ցույց տալով նրան, որ այս լուսանկարի մակագրությունը ակնարկում է անձնական կապ ձեր իմ որդու մեջ։ Այստեղ գրված է, որ երեկույթին ներկա անանուն աղբյուրները տեսել են ձեզ երկուսիդ զույգի նման վիճելիս միասին սրահից դուրս գալիս։ Մարինան զգաց, թե ինչպես է արյունը եռում վրդովմունքից։ Դա անհեթեթ սուտ էր, տեղի ունեցածի լիակատար խեղաթյուրում։ Բայց նա գիտեր, թե ինչպես են աշխատում հասարակական սյունակները։ Ճշմարտությունը ավելի քիչ էր կարևոր, քան սենսացիոն պատմությունը, որն ավելի շատ քլիկ էր վաճառում։ Պարոն Սարգսյան, դա բացարձակ սուտ է, ասաց Մարինան, ձայնը պահելով վստահ, չնայած զգացած զայրույթին։ Ես ոչ մի տեսակի կապ չունեմ ձեր որդու հետ։ Երեք տեղի ունեցածը մեկուսացված դրվագ էր, որը ես կցանկանայի մոռանալ։
Ես դա գիտեմ, Մարինա, պատասխանեց Արթուրը, նրա ձայնում հոգնածության նոտա կար։ Ես հավատում եմ ձեզ։ Բայց խնդիրը իմ հավատալը չէ։ Խնդիրն այն է, թե ինչ կսկսեն ենթադրել մարդիկ։ Արդեն զանգեր եմ ստացել մեր երկու գլխավոր հաճախորդներից, որոնք կատակներ են անում, թե իմ որդին հետաքրքրված է մի աշխատակցուհով։ Սա չափազանց անհարմար իրավիճակ է ստեղծում։ Մարինան կոկորդում հանգույց զգաց։ Նա սկսում էր գիտակցել, որ անկախ նրանից, թե որքան անարդար էր իրավիճակը, տուժողը ինքը կլիներ։ Այդ պատճառով, շարունակեց Արթուրը երկար դադարից հետո, ես կարծում եմ, որ բոլոր ներգրավվածների համար ավելի լավ կլինի, եթե դուք ընդունեք ժամանակավոր տեղափոխություն մեր Գյումրիի մասնաճյուղ։ Դա կլինի ընդամենը մի քանի ամսով, մինչ այս ամբողջ իրավիճակը հանդարտվի, մարդիկ նոր բան գտնեն մեկնաբանելու համար։ Մարինան երկար պահ լուռ մնաց։ Գյումրի տեղափոխվելը նշանակում էր էլ ավելի շուտ արթնանալ, ամեն օր ավելի քան 1 ժամ ճանապարհ անցնել, տուն հասնել էլ ավելի ուշ։ Նշանակում էր ավելի քիչ ժամանակ իր մոր հետ, ով իր կարիքն ուներ։ Նշանակում էր պատժվել մի բանի համար, որը նա չէր արել, որ պաշտպանվել էր անարդար նվաստացումից։ Իսկ եթե ես հրաժարվեմ տեղափոխությունից, հանգիստ հարցրեց Մարինան։ Արթուրը նրան նայեց մի արտահայտությամբ, որը խառնում էր համակրանք վճռականություն։ Այդ դեպքում ես ստիպված կլինեմ համարել, որ գուցե առողջարար չէ մեզանից որևէ մեկի համար շարունակել այս աշխատանքային հարաբերությունները։ Ես չեմ ուզում հասնել այդ կետին, Մարինա։ Դուք հիանալի մասնագետ եք, ես գիտեմ ձեր արժեքը այս ընկերության համար։ Բայց ես պետք է պաշտպանեմ այն հաստատությունը, որը հայրս է կառուցել, որը ես տասնամյակներ շարունակ ամրապնդել եմ։ Մարինան հասկացավ դիվանագիտական բառերի հետում թաքնված հստակ ուղերձը։ Նրանք ազատ էին աշխատանքից, եթե նա չընդուներ տեղափոխությունը։ Բացահայտ ազատում, իհարկե, չէր լինի։ Դա կկատարվեր նրբագեղձով, լավ փոխհատուցմամբ, դրական երաշխավորագրերով։ Բայց արդյունքը նույնը կլիներ։ Նա կկորցներ իր աշխատանքը, որովհետև հրաժարվել էր լուռ ընդունել նվաստացումը։ Կարող եմ մտածել այս մասին, վերջապես ասաց Մարինան, ձայնը հնչելով ավելի թույլ, քան կցանկանար։ Իհարկե, գլխով արեց Արթուրը։ Բայց ինձ պատասխան է պետք մինչ վաղը առավոտ։ Հասկացեք, որ որքան արագ լուծենք սա, այնքան լավ կլինի բոլորի համար։ Մարինան բարձրացավ աթոռից, պաշտոնական շնորհակալություն հայտնեց դողացող ոտքերով դուրս եկավ գրասենյակից։ Միջանցքում նա ստիպված եղավ մի պահ հենվել պատին, փորձելով ընկալել այն ամենը, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Նա ճիշտ բան էր արել, պաշտպանվելով, դրանում նա վստահ էր։ Բայց, ըստ երույթին, այն աշխարհում, որտեղ նա ապրում էր, ճիշտ բան անելը միշտ չէ, որ լավագույն հետանքներն էր բերում։ Նա վերադարձավ իր աշխատատեղ, վերցրեց պայուսակը, դուրս եկավ շենքից, առանց որևէ մեկի հետ խոսելու։ Փողոցում կենտրոնի երեկոյան շարժը քաոսային էր, ինչպես միշտ։ Ազդանշան տվող մեքենաներ, շտապող մարդիկ, բջջային հեռախոսներով խոսող գործարարներ, որոնք անցնում էին պողոտան։ Մարինան քայլեց դեպի մետրո, կարծես տրանսի մեջ լիներ, դեռ փորձելով հասկանալ, թե ինչպես էր իր կյանքը այդքան կտրուկ փոխվել 24 ժամից պակաս ժամանակում։ Մալաթիա Սեբաստիա վերադարձող լեփ-լեցուն գնացքում, սեղմված այլ հոգնած աշխատավորների միջ, որոնք վերադառնում էին իրենց տները մեկ այլ աշխատանքային օրից հետո, Մարինան վերջապես թույլ տվեց, որ արցունքները հոսեն իր դեմքով։ Նա չհեկեկած աղմուկ չհանեց։ Արցունքները պարզապես լուռ հոսում էին, մինչ նա նայում էր մետրոյի մութ պատուհանին, տեսնելով միայն ապակուց վերադարձվող իր սեփական արտացոլանքը։ Երբ նա տուն հասավ, տիկին Սիրանուշը խոհանոցում ընթրիք էր պատրաստում։ Մարինայի մայրը 58 տարեկան, փոքրամարմին նիհար կին էր, ալեհեր մազերով, բարի ժպիտով, որը կարծես լուսավորում էր ցանկացած միջավայր։ Չնայած վերջին տարիներին նրան թուլացրած հիվանդությանը, նա պահպանում էր ուժեղ ոգին, պնդում էր, որ հոգ տանի տան դստեր մասին, երբ ուժերը ներում էին։ Այսօր շուտ ես եկել, աղջիկս, մեկնաբանեց տիկին Սիրանուշը, կաթսան խառնելով վառարանի վրա։ Աշխատանքիդ ամեն ինչ լավ է։ Մարինան չկարողացավ անմիջապես պատասխանել։ Նա պայուսակը դրեց բազմոցին, քայլեց դեպի խոհանոց, ամուր գրկեց մորը, դեմքը թաքցնելով նրա ուսին, ինչպես անում էր, երբ երեխա էր մխիթարության կարիք ուներ։ Մարինա, ինչ է պատահել, անհանգիստ հարցրեց տիկին Սիրանուշը, գդալը մի կողմ դնելով, հետ գրկելով դստերը։ Եվ հետո Մարինան պատմեց ամեն ինչ։
Երեկույթը Դավիթի մարտահրավերը իր պատասխանը ֆրանսերենով լրատվական կայքում հրապարակված լուսանկարը, խոսակցությունը Արթուր Սարգսյանի հետ, հարկադիր տեղափոխությունը կամ աշխատանքից ազատվելու քողարկված սպառնալիքը։ Տիկին Սիրանուշը լուր լսեց ամեն ինչ, բռնելով դստեր ձեռքերը շոյելով նրա մազերը, ինչպես միշտ անում էր, երբ Մարինան տխուր էր։ «Աղջիկս», ասաց տիկին Սիրանուշը, երբ Մարինան ավարտեց պատմելը, «դու ճիշտ բան ես արել, պաշտպանվելով։ Չի կարելի թույլ տալ, որ որևէ մեկը քեզ նվաստացնի, անկախ նրանից, թե ով է այդ մարդը կամ որքան փող ունի։ Քո արժանապատվությունն ավելին արժե, քան ցանկացած աշխատանք»։ «Բայց եթե ես կորցնեմ աշխատանքը, մամ», հարցրեց Մարինան, ձայնը խեղդվելով։ «Ինչպես ենք վճարելու քո այցելությունների համար։ Ինչպես եմ վճարելու հաշիվները»։ Տիկին Սիրանուշը երկու ձեռքով բռնեց դստեր դեմքը, խորը նայեց նրա աչքերին։ «Մենք միշտ միծ գտել ենք, Մարինա։ Երբ հայրդ գնաց, մենք մնացինք միայն երկուսով, մենք միծ գտանք։ Երբ դու ստիպված էիր աշխատել սովորել միաժամանակ, մենք միծ գտանք։ Եվ մենք հիմա էլ միծ կգտնենք։ Բայց մի բան ես չեմ ուզում, տեսնել, թե ինչպես է իմ աղջիկը գլուխը կախում մի երես առած հարուստի տղայի առաջ, որը կարծում է, թե կարող է փողով հարգանք գնել»։ Մարինան նորից գրկեց մորը, միաժամանակ զգալով երախտագիտություն անվերապահ աջակցության համար, մեղքի զգացում երկուսին էլ այդքան դժվար իրավիճակում դնելու համար։ Նրանք միասին ընթրեցին այդ գիշեր, խոսելով այլ թեմաներից, փորձելով պահպանել նորմալությունը իրենց կյանքում հաստատված քաոսի մեջ։ Մինչդեռ, քաղաքի մյուս կողմում, իր պենթհաուսում կենտրոնում, Դավիթ Սարգսյանը իր կյանքի ամենավատ գիշերներից մեկն էր ունենում։ Այն բանից հետո, երբ հայրը նրան կանչել էր իր գրասենյակում մասնավոր հանդիպման ավելի վաղ այդ օրը, նա բախվել էր մի բանի, որը երբեք չէր զգացել՝ Արթուր Սարգսյանի խորը հայտարարված դժգոհությանը։ Հայրը չէր գոռացել։ Դա ավելի հեշտ կլիներ տանել։ Փոխարենը, Արթուրը խոսել էր այն սառը հիասթափության տոնով, որը շատ ավելի վատ էր, քան ցանկացած զայրույթի պոռթկում։ Նա ասել էր Դավիթին, որ նրա պահվածքը երեկույթին ոչ միայն անպատշաճ էր, այլ պոտենցիալ վնասակար ընկերության իմիջի համար։ Որ լրատվական կայքում հրապարակված լուսանկարները անցանկալի ենթադրությունների պատճառ էին դարձել։ Որ նա հոգնել էր ստիպված լինել մաքրել այն խառնաշփոթը, որը որդին անընդհատ ստեղծում էր իր ամբարտավանությամբ ուրիշների հանդեպ անուշադրությամբ։ Դավիթը փորձել էր պաշտպանվել, պնդել, որ դա ընդամենը կատակ էր, որ նա չէր պատկերացնում, որ աշխատակցուհին այդպես կարձագանքեր։ Բայց Արթուրը նրան ընդհատել էր սառցե հայացքով ասել էր մի բան, որն արձագանքում էր Դավիթի մտքում ամբողջ այդ օրը կշարունակեր արձագանքել դեռ երկար ժամանակ։ Խնդիրը, Դավիթ, այն չէ, որ նա արձագանքեց։ Խնդիրն այն է, որ դու կարծում ես, թե իրավունք ունես նվաստացնելու մարդկանց, որ նրանք պետք է դա լուր ընդունեն, որովհետև դու իմ որդին ես։ Բայց գիտես մի բան։ Այդ աշխատակցուհին ավելի շատ արժանապատվություն արժեք ունի, քան դու ցուցաբերել ես քո ամբողջ կյանքում։ Եվ դա ինձ խորապես ամաչեցնում է։ Դավիթը երբեք չէր տեսել իր հորն այդքան հիասթափված։ Ամբողջ կյանքում նա եղել էր միակ որդին, ժառանգը, Սարգսյան ընտանիքի արքայազնը։ Միշտ իմացել էր, որ հայրը նրան անպատասխանատու անհասուն է համարում, բայց երբեք չէր պատկերացրել, որ կարող էր այդքան լիովին կորցնել նրա հարգանքը։ Եվ ամենավատն այն էր, որ խորքում Դավիթը գիտեր, որ հայրը ճիշտ էր։ Նստած իր իտալական կաշվե բազմոցին, Երանի գիշերային տեսարանով, որը տարածվում էր նրա արջհատակից առաստաղ պատուհանների միջով, Դավիթը վերցրեց իր բջջայինը, առաջին անգամ իսկապես որոնում կատարեց Մարինա Հովհաննիսյանի մասին։ Նա գտավ նրա մասնագիտական պրոֆիլը մի գործնական սոցիալական ցանցում, զարմացավ գտած տեղեկություններից։ Մարինան հաջորդ օրն արթնացավ մի վճռականությամբ, որը չէր զգացել Ֆրանսիայում սովորելու հնարավորությունը բաց թողնելուց ի վեր։ Լոգանք ընդունելիս աշխատանքի պատրաստվելիս նա մտածում էր նախորդ գիշեր մոր հետ ունեցած խոսակցության մասին։ Տիկին Սիրանուշը ճիշտ էր։ Արժանապատվությունը սակարկելի չէր։ Նա չափազանց շատ էր աշխատել, չափազանց շատ զոհողություններ արել, չափազանց շատ պայքարել, որպեսզի հիմա ընդուներ տեղափոխվելն այնպես, կարծես մեղավոր լիներ մի բանում, որը չէր արել։ Նա ընկերություն հասավ 15 րոպե շուտ, ինչպես միշտ, ուղիղ գնաց Արթուր Սարգսյանի սենյակ։ Քարտուղարուհի Կարինեն զարմացած թվաց, նրան այդքան շուտ տեսնելով, բայց Մարինան քաղաքավարի խնդրեց խոսել պարոն Սարգսյանի հետ, հենց որ նա գա։ Դա կարևոր էր, ասաց նա, կապ ուներ նախորդ օրվա խոսակցության հետ։ Արթուրը եկավ ուղիղ ժամը 8-ին, ինչպես իր սովորությունն էր։
Կարինեն նրան տեղեկացրեց Մարինայի ներկայության մասին, նա կարճ տատանումից հետո թույլ տվեց, որ նա մտնի իր գրասենյակ։ Մարինան մտավ վստահ, բայց հարգալից կեցվածքով։ Նա գիտեր, որ պատրաստվում է մի որոշում կայացնել, որը կարող էր ամբողջությամբ փոխել իր կյանքը, բայց նա խաղաղ էր այդ որոշման հետ։ Պարոն Սարգսյան, սկսեց Մարինան, դեռ կանգնած նրա սեղանի դիմաց, ես շատ եմ մտածել երեկվա մեր խոսակցության մասին։ Եվ եկել եմ այն եզրակացության, որ չեմ կարող ընդունել Գյումրի տեղափոխվելու առաջարկը։ Արթուրը երկար պահ նայեց նրան, նախքան պատասխանելը։ Մարինա, դուք հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Հասկանում եմ կատարելապես, խորը շունչ քաշեց Մարինան։ Դա նշանակում է, որ դուք կքննարկեք իմ աշխատանքից ազատումը։ Եվ ես ընդունում եմ այդ հետանքը։ Բայց ես չեմ կարող ընդունել, որ պատժվեմ նվաստացուցիչ իրավիճակից պաշտպանվելու համար։ Չեմ կարող ընդունել, որ իմ իրավասությունն ու աշխատանքը արատավորվեն անհիմն ենթադրություններով։ Եվ ամենակարևորը, չեմ կարող ընդունել, որ իմ արժանապատվությունը գին ունի։ Հաջորդած լռությունը երկար ու ծանր էր։ Արթուրը հենվեց իր աթոռին, միահյուսեց մատները ուսումնասիրեց Մարինային մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում լիովին վերծանել։ Դրանում կար ինչ-որ բան, որը նման էր հարգանքի, խառնված հիասթափության, գուցե նույնիսկ հիացմունքի հետ։ Դուք ինձ շատ դժվար դրության մեջ եք դնում, Մարինա, վերջապես ասաց նա։ Ես չեմ ուզում կորցնել ձեզ նման իրավասու մասնագետի։ Բայց նա չեմ կարող թույլ տալ, որ այս իրավիճակը շարունակի խնդիրներ ստեղծել ընկերության համար։ Այդ դեպքում թույլ մի տվեք, որ այն խնդիրներ ստեղծի, պատասխանեց Մարինան գրասենյակ մտնելուց ի վեր առաջին անգամ նրա ձայնում հարգալից մարտահրավերի նոտա հնչեց։ Դուք կարող եք ընտրել հավատալ բամբասանքների կայքի ենթադրություններին, կամ կարող եք ընտրել պաշտպանել ճշմարտությունը։ Կարող եք ընտրել պաշտպանել անպատշաճ վարք դրսևորող մարդկանց իմիջը, կամ կարող եք ընտրել գնահատել այն մասնագետներին, որոնք աշխատում են ազնվությամբ։ Արթուրս մի պահ նայեց նրան, հետո զարմանալիորեն մի փոքր ժպիտ հայտնվեց նրա շուրթերի անկյունում։ Դուք քաջություն ունեք, դա պետք է խոստովանեմ։ Հայրս կհավաներ ձեզ։ Նա էլ ոչ մեկի առաջ գլուխ չէր խոնարհում։ Մարինան ոչինչ չասաց, պարզապես պահեց վստահ հայացքը։ Արթուրը հոգոց հանեց վերցրեց իր սեղանի հեռախոսը։ Կարինե, ասաց նա, երբ քարտուղարուհին պատասխանեց, խնդրում եմ, չեղարկեք Մարինա Հովհաննիսյանի հետ կապված ցանկացած տեղափոխություն կամ գործընթաց։ Նա մնում է իր ներկայիս պաշտոնում։ Մարինան զգաց, թե ինչպես է թեթացումը լցնում իր մարմինը, բայց պահպանեց ինքնատիրապետումը։ Արթուրն անջատեց հեռախոսը, իր ուշադրությունը վերադարձրեց նրան։ Կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին, Մարինա։ Բայց հուսով եմ, որ հասկանում եք, որ մենք դեռ պետք է զբաղվենք այս իրավիճակի հետանքներով։ Ընկերությունը չի կարող պարզապես անտեսել ենթադրությունները։ Ես հասկանում եմ, պարոն։ Մարինան թեթակի գլուխ տվեց։ Եվ շնորհակալ եմ իմ արժեքը իմ աշխատանքի միջոցով շարունակելու ապացուցելու հնարավորության համար։ Նա դուրս եկավ գրասենյակից, իրեն հաղթող զգալով, բայց գիտեր, որ ճակատամարտը դեռ լիովին ավարտված չէր։ Առնվազն նրան չէին տեղափոխի կամ աշխատանքից չէին ազատի։ Առնվազն նրա արժանապատվությունը անձեռնմխելի էր մնացել։ Դա փոքր հաղթանակ էր, բայց կարևոր հաղթանակ։ Այն, ինչ Մարինան չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին Դավիթ Սարգսյանը իր մեքենայից իջնում էր ընկերության շենքի ավտոկայանատեղիում։ Նա ամբողջ գիշերն անցկացրել էր առանց նորմալ քնելու, տանջվելով հոր հետ ունեցած խոսակցությունից Մարինայի մասին հայտնաբերած տեղեկություններից։ Գերազանցությամբ ավարտել էր բիզնեսի կառավարման ֆակուլտետը, սահուն խոսում էր 3 լեզուներով, փորձ ուներ կարևոր ընկերություններում, նախքան Սարգսյան ներմուծումին միանալը, ամենատպավորիչը հրաժարվել էր Ֆրանսիայում սովորելու լիարժեք կրթաթոշակից, իր հիվանդ մորը խնամելու համար։ Դավիթը այս ամենը հայտնաբերել էր համացանցում պարզ որոնման միջոցով, տեղեկություններ, որոնք հանրությանը հասանելի էին, բայց որոնք նա երբեք չէր փորձել փնտրել։ Նրա համար Մարինան միշտ եղել էր ընդամենը մեկ այլ աշխատակցուհի, անտեսանելի մեկը, որը անտեսանելի աշխատանք էր կատարում։ Բայց հիմա, բախվելով նրա պատմությանը, նրա արած զոհողություններին, այն իրավասությանը, որը նա ցուցաբերել էր ոչ միայն երեկույթի գիշերը, այլ իր ամբողջ կարիերայի ընթացքում, Դավիթը զգում էր մի բան, որը հազվադեպ էր զգում, անկեղծ ամոթ։ Նա բարձրացավ վարչական բաժին, հստակ նպատակով։ Պետք է ինչ-որ բան աներ։ Չգիտեր հստակ ինչ, բայց չէր կարող պարզապես թողնել ամեն ինչ, ինչպես կա։
Մարինան տուժում էր իր մեղքով, որքան էլ Դավիթը բացասական շատ բաներ լիներ, նա դեռ ուներ որոշակի պատասխանատվության զգացում, երբ վերջապես որոշում էր այն գործադրել։ Երբ նա հասավ վարչական բաժին, Դավիթը անմիջապես իրարանցում առաջացրեց։ Նա հազվադեպ էր հայտնվում այդ հարկում, երբ հայտնվում էր, սովորաբար ինչ-որ խնդիր ստեղծելու համար էր։ Մարդիկ դադարեցրին իրենց աշխատանքը, նայեցին նրան հետաքրքրասիրության անհանգստության խառնուրդով։ Դավիթն անտեսեց հայացքները ուղիղ գնաց դեպի այն աշխատատեղը, որտեղ աշխատում էր Մարինան։ Նա կենտրոնացած էր իր համակարգչի էկրանին, մի փաստաթուղթ վերանայելով, երբ զգաց իր սեղանի կողքին կանգնած ինչ-որ մեկի ներկայությունը։ Երբ նա վեր նայեց, տեսավ Դավիթին այնտեղ, նրա առաջին բնազդը ոտքի կանգնելն ու հեռանալն էր։ Բայց նրա արտահայտության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան տատանվել։ Չկար սովորական ամբարտավանությունը, ծաղրական ժպիտը, գերակայության տեսքը։ Փոխարենը, նա թվում էր, դա զարմացրեց Մարինային, անհարմար, նույնիսկ մի փոքր կորած։ Մարինա, սկսեց նա, նրա ձայնը այլ կերպ հնչեց, քան երեկույթի գիշերը։ Ավելի քիչ վստահ, ավելի քիչ ամբարտավան։ Կարող եմ խոսել ձեզ հետ։ Առանձին։ Մարինան շուրջը նայեց, նկատեց, որ բաժնի բոլորը դիտում են այդ տեսարանը։ Վերջին բանը, որ նա ուզում էր, բամբասանքների համար ավելի շատ նյութ ստեղծելն էր։ Բայց Դավիթի արտահայտության մեջ ինչ-որ բան, որը կարծես անկեղծություն լիներ, ստիպեց նրան համաձայնվել։ Այնտեղ դատարկ հանդիպումների սենյակ կա, ասաց նա, ցույց տալով միջանցքի վերջում գտնվող ապակե պատերով փոքրիկ սենյակը։ Կարող ենք այնտեղ խոսել։ Նրանք քայլեցին դեպի սենյակ, Մարինայի բոլոր գործընկերների հետաքրքրասեր հայացքների ներքո։ Նա առաջինը մտավ, դուռը մի փոքր բաց թողեց, չէր ուզում, որ որևէ մեկը մտածի, թե գաղտնի հանդիպում է ունենում տնօրենի որդու հետ։ Դավիթը կարծես հասկացավ, նույնպես լիովին չփակեց դուռը։ Լսիր, սկսեց նա, կանգնած մնալով, մինչ Մարինան նստեց փոքրիկ հանդիպումների սեղանի աթոռներից մեկին, ես այստեղ եմ եկել, որովհետև պետք է խոսեմ քեզ հետ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ երեկույթին։ Խոսելու բան չկա, հանգիստ պատասխանեց Մարինան։ Դուք անպատշաճ սադրանք արեցիք, ես պատասխանեցի, հիմա մենք զբաղվում ենք հետանքներով։ Պատմության վերջ։ Ոչ, դա պատմության վերջը չէ, պնդեց Դավիթը, նրա ձայնում մի հրատապություն կար, որը Մարինան չէր սպասում։ Իմ մեղքով դու քիչ մնաց տեղափոխվեիր կամ աշխատանքից ազատվեիր։ Իմ մեղքով մարդիկ ենթադրություններ են անում բաների մասին, որոնք գոյություն չունեն։ Իմ մեղքով քո հեղինակությունը արատավորվում է։ Մարինան ուշադիր նայեց նրան։ Դավիթը անկեղծորեն անհանգիստ էր թվում, ինչը մի բան էր, որը նա երբեք չէր պատկերացնի տեսնել ամբարտավան ժառանգի մոտ, որին ճանաչում էր համբավով։ Եվ կոնկրետ ինչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ, հարցրեց նա, պահպանելով չեզոք տոնը։ Դավիթը ձեռքը տարավ մազերի միջով, մի հիասթափության շարժում, որը Մարինան նկատեց, որ անկեղծ էր։ Դեռ չգիտեմ։ Բայց չեմ կարող թողնել, որ դու տուժես մի բանի հետանքներից, որը ամբողջությամբ իմ մեղքն էր։ Դու ոչ մի սխալ բան չես արել։ Ես եմ արել։ Ես մի ամբարտավան հիմար էի, որը կարծում էր, թե իրավունք ունի նվաստացնելու ինչ-որ մեկին, պարզապես որովհետև կարող էր։ Մարինան զարմացավ անկեղծ խոստովանությունից։ Նա սպասում էր դատարկ ներողությունների, արդարացումների, գուցե նույնիսկ տեղի ունեցածը նվազեցնելու փորձի։ Բայց սա այլ էր։ Սա կարծես իրական ինքնաքննադատություն լիներ։ Դավիթ, մի պահ անց ասաց նա, ձայնն այժմ ավելի մեղմ, ես գնահատում եմ, որ դուք դա ընդունում եք։ Բայց ճշմարտությունն այն է, որ վնասն արդեն հասցված է։ Դուք չեք կարող անհետացնել հրապարակված լուսանկարը։ Չեք կարող անհետացնել ենթադրությունները։ Եվ անկեղծ ասած չեմ հավատում, որ դուք շատ բան կարող եք անել իրավիճակը բարելավելու համար, առանց այն էլ ավելի վատացնելու։ Դավիթը նստեց Մարինայի դիմացի աթոռին, արմունկները հենեց սեղանին, նայեց նրան մի ինտենսիվությամբ, որին նա պատրաստ չէր։ Թույլ տուր փորձեմ, ասաց նա։ Թույլ տուր գոնե փորձեմ ուղղել իմ կոտրածի մի մասը։ Նախքան Մարինան կկարողանար պատասխանել, հանդիպումների սենյակի դուռը բացվեց, Նարեն շտապ ներս մտավ։ Մարինա, դու պետք է սա տեսնես, ասաց նա, իր բջջայինը մեկնելով Մարինային։ Էկրանին երանի մի լրատվական կայք էր, նույնը, որը հրապարակել էր նախորդ օրվա լուսանկարը։ Բայց հիմա նոր վերնագիր կար, երբ Մարինան կարդաց, զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում։ Սարգսյանների ժառանգը ընդհատում է կարևոր հանդիպումը, աշխատակցուհու հետ գաղտնի հանդիպման համար, ասվում էր վերնագրում։
Եվ դրա տակ մի լուսանկար, որը հստակորեն արվել էր հանդիպումների սենյակի ապակե պատերի միջով, որտեղ նրանք հիմա էին, ցույց տալով Դավիթին Մարինային դեմ դիմաց նստած, մի դիրքում, որը, առանց համատեքստի դրսից նայողի համար, կարող էր մտերմիկ թվալ։ Մարինան փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել հիասթափության զայրույթի ալիքը, որը սպառնում էր հորթել։ Դավիթը վերցրեց բջջայինը նրա ձեռքերից կարդաց հոդվածը, նրա դեմքը գունատվեց, երբ հասկացավ, թե ինչ էր հենց նոր տեղի ունեցել։ Գրողը տանի, մրմնջաց նա, մի բառ, որը հազվադեպ էր օգտագործում, բայց որը կարծես տեղին լիներ իրավիճակի համար։ Ես այստեղ եկա օգնելու, փորձելու միայն ամեն ինչ ավելի վատացրի։ Մարինան կտրուկ բարձրացավ աթոռից։ Ես զգուշացրել էի, ասաց նա, ձայնը դողալով զսպված հուզմունքից։ Ես զգուշացրել էի, որ դուք ոչինչ չեք կարող անել, առանց իրավիճակը վատացնելու։ Բայց դուք չլսեցիք, որովհետև ձեզ նման մարդիկ երբեք չեն լսում։ Նա արագ դուրս եկավ հանդիպումների սենյակից, անտեսելով գործընկերների հայացքները, ուղիղ գնաց կանանց զուգարան։ Փակվեց խցիկներից մեկում, վերջապես թույլ տվեց, որ հիասթափության արցունքները հոսեն։ Նա հոգնել էր։ Հոգնել էր պայքարելուց, հոգնել էր ուժեղ լինելուց, հոգնել էր անընդհատ իր արժեքն ապացուցելուց, մինչդեռ Դավիթի նման մարդիկ կարող էին սխալներ գործել առանց իրական հետանքների։ Բայց մինչ Մարինան իրեն թույլ էր տալիս թուլության այդ պահը զուգարանում, վարչական բաժնում մի կարևոր բան էր տեղի ունենում։ Դավիթը, փոխանակ փախչելու իրավիճակից, ինչպես սովորաբար կաներ, մի պահ մնաց հանդիպումների սենյակում, նայելով իր սեփական բջջայինի լուսանկարին։ Նա այնտեղ տեսավ հստակ ապացույցը, թե ինչպես էին իր գործողությունները, նույնիսկ երբ փորձում էր ճիշտ բան անել, խնդիրներ առաջացնում ուրիշ մարդկանց համար։ Եվ հետո իր կյանքում առաջին անգամ Դավիթ Սարգսյանը մի որոշում կայացրեց, որը հիմնված չէր իր սեփական շահի կամ հարմարավետության վրա, այլ այն բանի վրա, թե ինչն էր ճիշտ։ Նա դուրս եկավ հանդիպումների սենյակից, ուղիղ գնաց ընկերության հաղորդակցության բաժին։ Այնտեղ նա հանձնարարեց մամուլի ծառայությանը պատրաստել պաշտոնական հայտարարություն, որը կուղարկվեր բոլոր այն լրատվական կայքերին, որոնք ենթադրական նյութեր էին հրապարակել իր Մարինայի մասին։ Մամուլի քարտուղարը, Լիլիթ անունով մի իրավասու կին, զարմացավ խնդրանքից, բայց սկսեց կազմել հայտարարությունը, ըստ Դավիթի հրահանգների։ Նա ուզում էր բացարձակապես պարզ դարձնել, որ իր Մարինա Հովհաննիսյանի միջ ռոմանտիկ կապի մասին ցանկացած ենթադրություն լիովին անհիմն է, որ աշխատակցուհին օրինակելի մասնագետ է, որն անարդարացիորեն տուժում է համատեքստից դուրս արված լուսանկարների պատճառով, որ նա լիակատար պատասխանատվություն է ստանձնում ընկերության երեկույթին անհարմար իրավիճակ ստեղծելու համար, որը սկիզբ էր դրել այդ ամբողջ անհարկի ենթադրություններին։ Բայց Լիլիթը, որը փորձառու էր Սարգսյան ընտանիքի իմիջի հետ կապված նուրբ իրավիճակների հետ գործ ունենալու մեջ, զգուշություն խորհուրդ տվեց։ Նման հայտարարությունը կարող էր ավելի մեծ ուշադրություն գրավել գործի վրա, պնդեց նա։ Կարող էր նոր հարցեր, նոր կասկածներ առաջացնել։ Երբեմն լավագույնը թողնելն էր, որ ամեն ինչ բնականon հանդարտվի։ Դավիթը, սակայն, անդրդվելի էր։ Նա չէր ուզում սպասել, որ ամեն ինչ հանդարտվի։ Ուզում էր անհապաղ գործողություն ձեռնարկել Մարինայի հեղինակությունը պաշտպանելու համար։ Եվ երբ Լիլիթը շարունակեց տատանվել, Դավիթն արեց մի բան, որը զարմացրեց մամուլի քարտուղարին, նա անհապաղ հանդիպում խնդրեց իր հոր հետ։ Կես ժամ անց Դավիթը նորից Արթուր Սարգսյանի գրասենյակում էր, բայց այս անգամ բոլորովին այլ նպատակով, քան վերջին այցի ժամանակ։ Նա բացատրեց իրավիճակը հորը, ցույց տվեց նրան հրապարակված նոր հոդվածը, ներկայացրեց պաշտոնական հայտարարության իր առաջարկը։ Արթուրը լուր լսեց ամեն ինչ, այն անթափանց արտահայտությամբ, որն օգտագործում էր կարևոր բանակցություններում, հառած իր դեմքին։ Երբ Դավիթն ավարտեց խոսքը, գրասենյակում երկար լռություն տիրեց։ Դու վստահ ես դրանում, վերջապես հարցրեց Արթուրը։ Նման հայտարարությունը ուշադրություն է գրավելու։ Այն կստիպի, որ ավելի շատ մարդիկ իմանան գործի մասին։ Եվ այն հրապարակավ կկապի քո անունը նրա անվան հետ, նույնիսկ եթե դա կապը հերքելու համար է։ Գիտեմ, պատասխանեց Դավիթը, նրա ձայնը վստահ էր։ Բայց դա ճիշտ բանն է անելու համար։ Այդ կինը արժանի չէ, որ իր կյանքը քանդվի, որովհետև ես հիմար էի։ Նա արժանի չէ պատժվելու, որովհետև բավականաչափ արժանապատվություն ուներ իրեն պաշտպանելու համար։ Արթուրը երկար պահ ուսումնասիրեց որդուն, Մարինան երբեք դա չէր իմանա, բայց այդ պահին, տարիների ընթացքում առաջին անգամ, Արթուր Սարգսյանը անկեղծ հպարտություն զգաց Դավիթի համար։
Ոչ թե այն մակերեսային հպարտությունը, որը զգացել էր, երբ որդին ավարտել էր համալսարանը կամ երբ հայտնվում էր հասարակական էջերում ինչ-որ գեղեցիկ ժառանգորդուհու կողքին, այլ իրական հպարտություն, այն տեսակը, որը գալիս է, երբ տեսնում ես, որ ինչ-որ մեկը դժվար որոշում է կայացնում, որովհետև դա ճիշտ որոշումն է։ Լավ, վերջապես ասաց Արթուրը։ Արեք ձեր հայտարարությունը։ Բայց ճիշտ արեք։ Եվ Դավիթ, ավելացրեց նա, երբ որդին արդեն ոտքի էր կանգնում գնալու, գուցե ժամանակն է, որ դու սկսես հասկանալ, որ հարգանքը մի բան չէ, որը գնվում է փողով կամ ժառանգվում ազգանվան հետ։ Դա մի բան է, որը նվաճվում է արարքներով։ Դավիթը գլխով արեց, հասկանալով այդ խոսքերի կշիռը։ Նա դուրս եկավ հոր գրասենյակից, նոր վճռականությամբ վերադարձավ հաղորդակցության բաժին։ Լիլիթի հետ միասին նա աշխատեց հայտարարության վերջնական տարբերակի վրա, վերանայելով յուրաքանչյուր բառ, որպեսզի երաշխավորի, որ բացարձակապես պարզ լինի, որ Մարինան իրավիճակի զոհն էր, ոչ թե որևէ տեսակի սկանդալի կամավոր մասնակից։ Հայտարարությունն ուղարկվեց Երանի գլխավոր լրատվական կայքերին նույն օրը ցերեկը։ Եվ թե Դավիթը չէր սպասում, այն անմիջապես ազդեցություն ունեցավ։ Հազվադեպ էր պատահում, որ հարուստ ընտանիքների ժառանգները հրապարակավ պատասխանատվություն ստանձնեին անհարմար իրավիճակների համար։ Հազվադեպ էր պատահում, որ նրանք պաշտպանեին աշխատակիցներին, փոխանակ պարզապես աշխատանքից ազատելու, խնդիրներից խուսափելու համար։ Եվ հաստատ հազվադեպ էր պատահում, որ Դավիթ Սարգսյանի նման մեկը, որը հայտնի էր իր ամբարտավանությամբ, հրապարակավ ցուցաբերեր այդ տեսակի խոնարհություն պատասխանատվություն։ Մարինան հայտարարության մասին իմացավ Նարեի միջոցով, որը վազեց նրա աշխատատեղ, բջջայինը ձեռքին լայն ժպիտով դեմքին։ Նայիր սրան, Մարինա։ Դավիթը պաշտոնական հայտարարություն է արել, քեզ պաշտպանելով։ Բոլոր լրատվական կայքերում կա։ Մարինան վերցրեց բջջայինը աճող զարմանքով կարդաց հայտարարությունը։ Նա չէր կարողանում հավատալ իր տեսածին։ Դավիթը ոչ միայն հերքել էր նրանց միջ ռոմանտիկ կապը, այլ հրապարակավ ստանձնել էր պատասխանատվություն անհարմար իրավիճակ ստեղծելու համար, գովաբանել էր նրա մասնագիտական իրավասությունը պարզ դարձրել, որ նա արժանի է հարգանքի հիացմունքի իր ազնվության արժանապատվության համար։ Դա ավելին էր, քան Մարինան սպասում էր։ Դա ավելին էր, քան նա կարծում էր, որ Դավիթը կարող էր անել։ Եվ մինչ նա կարդում էր այդ բառերը, որոնք գրված էին անկեղծությամբ, որը իրական էր թվում, նա զգաց, որ իր ներսում ինչ-որ բան փոխվում է։ Ոչ ներում, դեռ ոչ։ Բայց գուցե մի ըմբռնման սկիզբ, որ մարդիկ կարող են փոխվել, որ նույնիսկ Դավիթ Սարգսյանի նման արտոնություններին այդքան սովոր մեկը կարող է սովորել, աճել ավելի լավ որոշումներ կայացնել։ Այդ օրը երեկոյան, երբ Մարինան պատրաստվում էր տուն գնալ, նա հաղորդագրություն ստացավ իր անձնական բջջայինին։ Դա մի համարից էր, որը նա չճանաչեց, բայց երբ բացեց, տեսավ, որ Դավիթից է։ Հաղորդագրությունը կարճ էր ուղիղ։ Դավիթի հաղորդագրությունը պարզ էր։ Գիտեմ, որ դու ինձ ոչինչ պարտք չես, բայց կցանկանայի խոսել քեզ հետ, երբ դու քեզ հարմար զգաս։ Ոչ թե ներողություն խնդրելու համար, քանի որ բառերը բավարար չեն, այլ լսելու, հասկանալու։ Միայն դա։ Դավիթ։ Մարինան երկար նայեց հաղորդագրությանը, նախքան որոշելը անմիջապես չպատասխանել։ Նրան ժամանակ էր պետք ընկալելու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին օրերին։ Երեկույթը, հանրային նվաստացումը, որը վերածվել էր անսպասելի հաղթանակի, աշխատանքից ազատվելու քողարկված սպառնալիքները, նոր սենսացիոն հոդվածը, այժմ Դավիթի հանրային հայտարարությունը, պատասխանատվություն ստանձնելով։ Դա չափազանց շատ էր միանգամից յուրացնելու համար։ Հաջորդող շաբաթների ընթացքում Մարինայի կյանքը սկսեց դանդաղորեն վերադառնալ իր բնականոն հունին։ Սենսացիոն հոդվածները կորցրին իրենց ուժը, քանի որ երանյան բարձրաշխարհիկ հասարակության այլ մարդկանց ներգրավող նոր սկանդալները զբաղեցրին բամբասանքների կայքերի էջերը։ Դավիթի հայտարարությունն ավելի լավ էր աշխատել, քան Մարինան սպասում էր։ Մարդկանց մեծամասնությունն այժմ իրավիճակը տեսնում էր այնպես, ինչպես իրականում էր իրավասու աշխատակցուհի, որն անարդարացիորեն հայտնվել էր անցանկալի ուշադրության կենտրոնում, արտոնյալ մեկի անպատշաճ պահվածքի պատճառով։ Բայց ինչ-որ բան փոխվել էր Մարինայի ներսում։ Նա գիտակցել էր այդ ողջ դժվար փորձի միջոցով, որ տարիներ շարունակ գլուխը կախ էր պահել, ընդունել անարդար իրավիճակներ, լուռ աշխատել, հուսալով, որ իր արժանինքները ի վերջո կճանաչվեն։ Եվ թե այդ ռազմավարությունը որոշ չափով աշխատել էր, ճշմարտությունն այն էր, որ նրան երբեք լիովին չէին հարգի, եթե նա չպահանջեր այդ հարգանքը։
Երեկույթի գիշերը, երբ նա պատասխանեց ֆրանսերենով հրաժարվեց ընդունել նվաստացումը, շրջադարձային կետ էր եղել ոչ միայն Դավիթի կամ ընկերության հետ իր հարաբերություններում, այլ ինքն իր հետ հարաբերություններում։ Մի օր, ճակատագրական երեկույթից մոտ 3 շաբաթ անց, Մարինան ճաշում էր այն փոքրիկ հանրային այգում, որտեղ սովորաբար գնում էր, երբ հանգստության պահի կարիք ուներ։ Երանում ձմեռային արոտ օր էր, 4 սեզոնին բնորոշ այդ վառ կապույտ երկնքով, նա վայելում էր արի մեղմ ջերմությունը, սենդվիչ ուտելով, պլանշետով որոշ փաստաթղթեր կարդալով։ Հենց այդ ժամանակ հայտնվեց Դավիթը։ Նա իր սովորական անթերի կոստյումով չէր։ Փոխարենը կրում էր ջինս սպորտային բաճկոն, կարծես փորձել էր քողարկվել կամ պարզապես ավելի քիչ աչքի ընկնող լինել։ Երբ Մարինան տեսավ նրան մոտենալիս, նրա առաջին բնազդը ոտքի կանգնելն ու հեռանալն էր։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան մնալ։ Գուցե դա հետաքրքրասիրությունն էր։ Գուցե դա նրա հաղորդագրությունն էր, որը դեռ անպատասխան էր մնացել իր բջջայինում։ Կամ գուցե պարզապես փախչելուց հոգնածությունը։ Կարո՞ղ եմ նստել, հարցրեց Դավիթը, ցույց տալով նստարանի մյուս կողմը, որտեղ Մարինան էր։ Հանրային տարածք է, պատասխանեց Մարինան, ձայնը չեզոք։ Դավիթը նստեց, պահպանելով հարգալից հեռավորություն։ Մի պահ նրանցից ոչ ոք ոչինչ չասաց։ Նրանք պարզապես այնտեղ էին, նստած նույն նստարանին, դիտելով քաղաքի կեսօրվա շարժը։ Վերջապես, Դավիթը խախտեց լռությունը։ Ես վերջին շաբաթներն անցկացրել եմ, փորձելով հասկանալ, թե ինչպես դարձա այն մարդը, որը ես էի երեկույթի գիշերը։ Եվ գիտես, ինչ հայտնաբերեցի։ Որ ես երբեք ստիպված չեմ եղել մտածել այդ մասին նախկինում։ Երբեք ստիպված չեմ եղել կասկածի տակ դնել իմ պահվածքը, որովհետև իմ գործողությունների համար երբեք իրական հետանքներ չեն եղել։ Մարինան շարունակում էր ուղիղ նայել, բայց լսում էր։ Հայրս կայսրություն է կառուցել քրտնաջան աշխատանքի միջոցով, շարունակեց Դավիթը։ Պապս այս ընկերությունը սկսել է զրոյից, բառացիորեն ապրանքներ վաճառելով դռնեդուր։ Իսկ ես։ Ես պարզապես ծնվել եմ, ամեն ինչ պատրաստի ունենալով։ Երբեք ստիպված չեմ եղել պայքարել որևէ բանի համար։ Երբեք ստիպված չեմ եղել ապացուցել իմ արժեքը։ Եվ դա ինձ դարձրել է մեկը, ով կարծում է, թե իրավունք ունի ուրիշներին վերաբերվել որպես ցածր, պարզապես որովհետև նրանք չեն ունեցել նույն հնարավորությունները, ինչ ես։ Դուք սպասում եք, որ ես ասեմ, թե ամեն ինչ կարգին է, որ դուք կարող եք փոխվել, որ ներում եմ ձեզ, հարցրեց Մարինան, վերջապես նայելով նրան։ Որովհետև եթե այո, ապա հիասթափվելու եք։ Դավիթը գլուխը թափահարեց։ Ես դրանցից ոչ մեկին չեմ սպասում։ Ես պարզապես ասում եմ քեզ, որ դու ինձ կարևոր բան սովորեցրիր այդ գիշեր։ Սովորեցրիր, որ արժանապատվությունն ու իրավասությունը ոչ մի կապ չունեն, թե որքան փող ունի մարդը բանկում կամ ինչ ազգանուն է կրում։ Սովորեցրիր, որ հարգանքը չի կարելի գնել, պահանջել կամ ժառանգել։ Այն պետք է նվաճել։ Մարինան մի պահ լուռ մնաց, ընկալելով նրա խոսքերը։ Նրա ձայնում մի անկեղծություն կար, որը նա չէր սպասում գտնել։ Բայց այնուամենայնիվ, նա պատրաստ չէր պարզապես ընդունել այդ խոսքերը որպես բավարար։ Գիտեք, ինչն է զվարճալին, Դավիթ, վերջապես ասաց նա։ Մինչ դուք արտոնությունների հարգանքի մասին այս խորը բաներն էիք հայտնաբերում, ես զբաղվում էի ինձ պաշտպանելու իրական հետանքներով։ Քիչ մնաց կորցնեի աշխատանքս։ Քիչ մնաց ինձ տեղափոխեին իմ կարիքն ունեցող մորիցս հեռու։ Իմ հեղինակությունը արատավորվեց անհեթեթ ենթադրություններով։ Այնպես որ ներեցեք, եթե ես այնքան էլ տպավորված չեմ ձեր ինքնաբացահայտման ճանապարհորդությամբ։ Դավիթը գլխով արեց, ընդունելով քննադատությունը, առանց փորձելու պաշտպանվել։ Դու ճիշտ ես։ Եվ այդ պատճառով բառերը բավարար չեն։ Ես պետք է գործերով ապացուցեմ, որ իսկապես փոխվել եմ։ Եվ պետք է մի միջոց գտնեմ փոխհատուցելու, գոնե մասամբ, այն վնասը, որը ես քեզ պատճառեցի։ Մարինան ամբողջությամբ շրջվեց, նրա աչքերին նայելու համար։ Եվ կոնկրետ ինչպես եք պատրաստվում դա անել։ Դավիթը խորը շունչ քաշեց, նախքան պատասխանելը։ Ես իմացա այն կրթաթոշակի մասին, որից դու հրաժարվել ես Ֆրանսիայում սովորելու համար։ Իմացա, որ դու հրաժարվել ես մի անհավանական հնարավորությունից, մորթ խնամելու համար։ Եվ դա ինձ ստիպեց մտածել. Ինչ կարող եմ անել, որպեսզի դու երկրորդ հնարավորություն ունենաս։ Մարինան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, բայց պահպանեց չեզոք արտահայտությունը։ Շարունակեք։
Հայրս ծրագրում է կրթական ծրագիր սկսել ընկերության տաղանդավոր մասնագետների համար, որոնք դժվար հանգամանքների պատճառով ընդհատել են իրենց ուսման հնարավորությունները։ Դա մի նախագիծ է, որը նա որոշ ժամանակ քննարկում էր, բայց ես նրան համոզեցի արագացնել իրականացումը։ Ծրագիրը կփակի մագիստրատուրայի կամ մասնագիտացման ծախսերը, թույլ տալով աշխատակիցներին սովորել առանց կորցնելու իրենց աշխատանքը կամ աշխատավարձը։ Մարինան կասկածանքով նայեց նրան։ Եվ թույլ տվեք գուշակեմ. ես կլինեի առաջին շահառուն։ Մի հարմար միջոց, որպեսզի դուք ձեզ ավելի լավ զգաք, մինչ բոլորը ծափահարում են Սարգսյան ընտանիքի առատաձեռնությանը։ Դավիթը անկեղծորեն վիրավորված թվաց այդ մեկնաբանությունից, բայց լիովին չհերքեց։ Այո, դու կլինեիր առաջին շահառուն։ Բայց դա բարեգործություն չէ, Մարինա։ Դա արդարություն է։ Դա միջոց է նվազագույնը փոխհատուցելու այն փաստը, որ դու ստիպված ես եղել զոհաբերել քո երազանքները, մինչդեռ ինձ նման մարդիկ վատնում են հնարավորությունները, որովհետև երբեք ստիպված չեն եղել որևէ բան գնահատել։ Մարինան լուռ մնաց, երկմտելով կասկածի հույսի մեջ։ Նրա մի մասը ուզում էր անմիջապես մերժել այդ առաջարկը, դրանում տեսնելով միայն Դավիթի մեղքը թեթացնելու փորձ։ Բայց մյուս մասը, այն մասը, որը դեռ երազում էր, որը դեռ ուզում էր աճել սովորել, որը դեռ կրում էր Ֆրանսիայի կրթաթոշակից հրաժարվելու ցավը, քննարկում էր հնարավորությունը։ Ես պետք է մտածեմ այդ մասին, վերջապես ասաց նա։ Իհարկե, Դավիթը ոտքի կանգնեց, պատրաստվելով գնալ։ Բայց նախքան որոշում կայացնել, ուզում եմ, որ մի բան իմանաս։ Այս ծրագիրը ժամանակավոր չէ։ Դա մի բան չէ, որը կանհետանա, երբ փոշին նստի։ Դա ընկերության իրական պարտավորությունն է այն մասնագետների հանդեպ, որոնք արժանի են հնարավորությունների։ Եվ անկախ նրանից, դու կընդունես, թե ոչ, ծրագիրը տեղի կունենա։ Այլ աշխատակիցներ էլ կօգտվեն։ Ես պարզապես ուզում էի, որ դու լինեիր առաջինը, որովհետև դու էիր, ով ինձ սովորեցրեց իմ կյանքի ամենակարևոր դասը։ Նա սկսեց հեռանալ, բայց Մարինան կանչեց նրան։ Դավիթ։ Նա շրջվեց, սպասելով։ Այն արտահայտությունը, որ դուք ասացիք երեկույթին։ 1 միլիոն կտամ քեզ, եթե հորս հետ ֆրանսերեն խոսես։ Դուք իսկապես կարծում էիք, որ դա զվարճալի էր։ Որ ընդունելի էր ինչ-որ մեկի հետ այդպես վարվելը։ Դավիթը հայացքը իջեցրեց, երբ պատասխանեց, նրա ձայնում անկեղծ ամոթի կշիռ կար։ Այն ժամանակ, այո։ Ես կարծում էի։ Որովհետև ես մեծացել եմ տեսնելով, թե ինչպես են շրջապատիս մարդիկ ծիծաղում նման կատակների վրա։ Մեծացել եմ մտածելով, որ իմ փողը ինձ իրավունք է տալիս զվարճանալ ուրիշների հաշվին։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ այդ արտահայտությունը ոչ միայն դաժան էր։ Դա հստակ ցուցադրությունն էր այն ամենի, ինչ սխալ է իմ այն աշխարհի մեջ, որտեղ ես դաստիարակվել եմ։ Եվ ես ամաչում եմ դրա համար։ Իրական ամոթ։ Մարինան դանդաղ գլխով արեց։ Դա առաջին ազնիվ բանն է, որ դուք ինձ ասում եք, այս ամենի սկսվելուց ի վեր։ Դավիթը տխուր կիսաժպիտ տվեց։ Ուրեմն սկիզբ է։ Մարինան այդ երեկո տուն վերադարձավ, շատ բաների մասին մտածելով։ Նա երկար զրուցեց տիկին Սիրանուշի հետ Դավիթի առաջարկի, կրթական ծրագրի, այն մասին, թե արդյոք պետք է ընդունի, թե ոչ։ Մայրը, այն իմաստությամբ, որը գալիս է ապրած պայքարած տարիներից, ասաց մի բան, որը կմնար Մարինայի մտքում։ Աղջիկս, ընդունել մի հնարավորություն, որին դու արժանի ես, նույնը չէ, ինչ բարեգործություն ընդունելը։ Եթե այս ծրագիրը իրական է, եթե այն օգուտ կբերի նա այլ աշխատակիցների, ապա խոսքը այն մասին չէ, որ դու ներես այդ տղային կամ ընդունես նրա ներողությունները։ Խոսքը այն մասին է, որ դու ճանաչես քո սեփական արժեքը, թույլ տաս, որ քո երազանքները վերսկսվեն։ Դու այնքան բան ես զոհաբերել ինձ համար, Մարինա։ Թույլ մի տուր, որ հպարտությունը քեզ ստիպի էլ ավելին զոհաբերել։ Հաջորդող օրերին Մարինան զուսպ ուսումնասիրեց այն կրթական ծրագիրը, որի մասին Դավիթը նշել էր։ Խոսեց մարդկային ռեսուրսների բաժնի մարդկանց հետ, ստուգեց, թե արդյոք դա իսկապես պաշտոնական բան է, ոչ թե պարզապես դատարկ խոստում։ Եվ, ի զարմանս իրեն, հայտնաբերեց, որ դա ճիշտ էր։ Ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր մասնագիտական զարգացման նոր ծրագրի մասին, լիարժեք կրթաթոշակներով, առաջադեմ ուսումնասիրությունների համար։ Հայտերը բաց կլինեին բոլոր այն աշխատակիցների համար, որոնք կբավարարեին հատուկ չափանիշներին։ Այդ շաբաթվա վերջին Մարինան իր սեղանին պաշտոնական ծրար ստացավ։
Դրա մեջ կրթական ծրագրի պաշտոնական շնորհանդեսի հրավեր էր, որը տեղի էր ունենալու հաջորդ երկուշաբթի ընկերության գլխավոր դահլիճում։ Հրավերը անձամբ ստորագրված էր Արթուր Սարգսյանի կողմից։ Շնորհանդեսի օրը Մարինան դահլիճ հասավ նյարդայնության սպասումի խառնուրդով։ Տարածքը լի էր տարբեր բաժինների աշխատակիցներով, բոլորը հետաքրքրված նոր ծրագրով։ Նա նստեց վերջին շարքերից մեկում, նախընտրելով զուսպ մնալ։ Արթուր Սարգսյանը բեմ բարձրացավ ճիշտ առավոտյան ժամը 10-ին։ Նա խոսեց ընկերության ներքին տաղանդների մեջ ներդրումներ կատարելու կարողության մասին, այն մասին, թե ինչպես է կազմակերպության հաջողությունը կախված իր մասնագետների աճից զարգացումից։ Եվ հետո նա մանրամասն ներկայացրեց ծրագիրը լիարժեք կրթաթոշակներ մագիստրատուրայի կամ մասնագիտացման համար, աշխատավարձի պահպանում ուսման ընթացքում, ճկուն ժամանակացույց դասերին հարմարեցնելու համար։ Բայց հետո եկավ այն մասը, որին Մարինան չէր սպասում։ Արթուրը բեմ հրավիրեց Դավիթին։ Ներկաների միջ զարմացած շշուկ անցավ։ Դավիթը հազվադեպ էր մասնակցում պաշտոնական կորպորատիվ միջոցառումներին, երբ մասնակցում էր, սովորաբար դա անում էր արարողակարգային անհետաքրքիր ձով։ Բայց այդ օրը, երբ նա բեմ բարձրացավ, նրա կեցվածքում ինչ-որ բան այլ էր։ Ինչ-որ բան ավելի լուրջ, ավելի հասուն։ Այս ծրագիրը, սկսեց Դավիթը, նրա ձայնը արձագանքում էր դահլիճում բարձրախոսների միջոցով, ծնվել է մի դասից, որը ես վերջերս շատ դժվարությամբ սովորեցի։ Ես մեծացել եմ արտոնություններով, որոնք ձեզանից շատերը երբեք չեն ունեցել։ Ես հասանելիություն եմ ունեցել լավագույն կրթությանը, լավագույն հնարավորություններին, լավագույն ռեսուրսներին։ Եվ երկար ժամանակ ես կարծում էի, որ դա ինձ գերադաս է դարձնում, որ ինձ իրավունք է տալիս ուրիշ մարդկանց վերաբերվել անհարգալից։ Մարինան զգաց, թե ինչպես են դահլիճի բոլոր աչքերը կարճ ժամանակով շրջվում իր ուղղությամբ։ Բոլորը գիտեին, գոնե մոտավորապես, երեկույթի միջադեպի մասին։ Դավիթը շարունակեց. Բայց վերջերս ես բախվեցի մեկի հետ, ով ինձ ցույց տվեց, որ իրավասությունը, խելքը, արժանապատվությունը ոչ մի կապ չունեն, թե որքան փող ունես կամ որտեղից ես եկել։ Դրանք կապ ունեն այն բնավորության հետ, որը դու կառուցում ես, այն զոհողությունների հետ, որոնք դու անում ես, այն ազնվության հետ, որը պահպանում ես, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ գլուխդ խոնարհել։ Այդ մարդը ինձ սովորեցրեց, առանց գոռոցների կամ քարոզների, պարզապես իր վերաբերմունքով, հարգանքի իրական իմաստը։ Նա դադար տվեց, փնտրելով Մարինային դահլիճում։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, նա շարունակեց. Այդ պատճառով ուզում եմ հայտարարել, որ այս ծրագրի առաջին շահառուն Մարինա Հովհաննիսյանն է, միջազգային պայմանագրերի բաժնից։ Մի օրինակելի մասնագետ, որը ստիպված է եղել հետաձգել արտասահմանում սովորելու իր երազանքները, իր ընտանիքը խնամելու համար, բայց որը երբեք չի դադարել որակավորվել, ջանք գործադրել, գերազանցություն ցուցաբերել այն ամենում, ինչ անում է։ Դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարինան զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը, բայց այս անգամ դրանք հուզմունքի արցունքներ էին, ոչ թե հիասթափության կամ զայրույթի։ Նա չէր սպասել դրան, այդ հանրային ճանաչմանը, իր բոլոր ջանքերի զոհողությունների այդ վավերացմանը։ Արթուր Սարգսյանը հրավիրեց Մարինային բեմ, պաշտոնապես ստանալու ծրագրի վկայականը։ Դողացող ոտքերով նա իջավ դահլիճի աստիճաններով, քայլեց դեպի բեմ, իր գործընկերների խանդավառ ծափահարությունների ներքո։ Երբ նա հասավ այնտեղ, Արթուրը հարգալից ժպիտով նրան հանձնեց վկայականը։ Շնորհավորում եմ, Մարինա։ Դուք արժանի եք սրան շատ ավելիին։ Բայց ամենանշանակալի պահը տեղի ունեցավ, երբ Դավիթը մոտեցավ նրան շնորհավորելու։ Նա պաշտոնական ձեռք մեկնեց, երբ Մարինան սեղմեց այն, նա ցածրաձայն մրմնջաց, միայն որպեսզի նա լսեր։ Ոչ մի գումար, ոչ մեկ միլիոն, ոչ էլ աշխարհի բոլոր միլիոնները չէին կարող գնել այն դասը, որը դու ինձ սովորեցրիր։ Շնորհակալ եմ, որ գլուխդ չխոնարհեցիր։ Շնորհակալ եմ, որ ինձ ստիպեցիր տեսնել, թե ով էի ես իրականում։ Մարինան նայեց նրա աչքերին, տեսավ մի բան, որը նախկինում չէր տեսել, անկեղծ խոնարհություն։ Նա այդ պահին ոչինչ չասաց, պարզապես թեթակի գլխով արեց, նախքան շրջվելը, բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնելու։ Ավելի ուշ այդ օրը, երբ շնորհանդեսն ավարտվեց, գործընկերները դադարեցին նրան շնորհավորել, Մարինան հայտնվեց 20-րդ հարկի դատարկ միջանցքում, պատուհանից նայելով ներքում գտնվող Երանի տեսարանին։ Դավիթը հայտնվեց նրա կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Ուրեմն, կընդունես, հարցրեց նա։ Կընդունեմ, պատասխանեց Մարինան։ Բայց ոչ քո կամ քո արածի նկատմամբ, որը երախտագիտության զգացումի համար։ Կընդունեմ, որովհետև ես արժանի եմ։
Որովհետ ես դրա համար քրտնաջան աշխատել եմ։ Որովհետ չափազանց շատ եմ զոհաբերել, որպեսզի հիմա թույլ տամ, որ հպարտությունը խանգարի ինձ վերսկսել իմ երազանքները։ Ես քեզանից պակաս բան չէի սպասում, տխուր ժպիտով ասաց Դավիթը։ Մարինա, ես գիտեմ, որ մենք, հավանաբար, երբեք ընկերներ չենք լինի։ Գիտեմ, որ դու, հավանաբար, երբեք լիովին չես ների ինձ իմ արածի համար։ Եվ դա նորմալ է։ Ես դա չեմ անում, որպեսզի ներվեմ։ Ես դա անում եմ, որովհետ դա ճիշտ բանն է անելու համար։ Մարինան կողքից նայեց նրան։ Դուք իսկապես փոխվում եք, այնպես չէ՞։ Դա պարզապես բառեր կամ դատարկ ժեստեր չեն, ձեր խիղճը հանգստացնելու համար։ Փորձում եմ, խոստովանեց Դավիթը։ Հայրս շաբաթներ առաջ ինձ մի բան ասաց, որը մնացել է գլխումս։ Նա ասաց, որ հարգանքը չի գնվում, չի ժառանգվում, այն նվաճվում է արարքներով։ Եվ որ ես ամբողջ կյանքը սպասել եմ, որ մարդիկ ինձ հարգեն իմ ազգանվան պատճառով, առանց երբևէ որևէ բան արած լինելու, այդ հարգանքին արժանանալու համար։ Եվ հիմա դուք փորձում եք արժանանալ։ Այո, Դավիթը նայեց ներքում գտնվող քաղաքին։ Եվ դա շատ ավելի դժվար է, քան ես պատկերացնում էի։ Շատ ավելի դժվար է լինել պարկեշտ մարդ, քան երես առաջ ժառանգ, որը փողն օգտագործում է իր ուզածը ստանալու համար։ Մարինան գրեթե ժպտաց։ Բարի գալուստ իրական աշխարհ, որտեղ մեզանից շատերն ապրում են ամեն օր։ Նրանց միջ հարմարավետ լռության պահ եղավ։ Դա ներում չէր, դեռ ոչ։ Բայց գուցե դա փոխադարձ ըմբռնման սկիզբն էր։ Մի հարգանքի սկիզբ, որը հիմնված չէր կորպորատիվ հիերարխիաների կամ սոցիալական դասակարգային տարբերությունների վրա, այլ միմյանց մարդկայնության ճանաչման վրա։ Ես, ի վերջո, սովորելու եմ Ֆրանսիայում, հանկարծ ասաց Մարինան։ Ծրագիրը թույլ է տալիս ինձ ընտրել, թե որտեղ անցկացնեմ իմ մագիստրատուրան, ես ընտրում եմ վերսկսել այն երազանքը, որը թողել էի։ Կատարյալ է, պատասխանեց Դավիթը։ Դու հիանալի կլինես։ Մարինան վերջապես ամբողջությամբ շրջվեց, նրան նայելու։ Դավիթ, ասաց նա, ձայն այժմ ավելի մեղմ, իրական փոխակերպումը մեկ գիշերում տեղի չի ունենում։ Այն չի չափվում հանրային հայտարարություններով կամ կրթական ծրագրերով։ Այն չափվում է հետողականությամբ։ Նրանով, թե ինչ ես անում, երբ ոչ ոք չի նայում։ Այն ընտրություններով, որոնք անում ես ամեն օր, ոչ միայն մեծ պահերին։ Գիտեմ, պատասխանեց նա։ Եվ այդ պատճառով ես չեմ խնդրում, որ հիմա ինձ հավատաս։ Ես պարզապես խնդրում եմ, որ գուցե մի օր, երբ հետ նայես, կարողանաս տեսնել, որ ես իսկապես փորձեցի ավելի լավը լինել։ Մարինան գլխով արեց հետո, զարմացնելով նույնիսկ ինքն իրեն, ձեռքը մեկնեց Դավիթին։ Դա ընկերության ժեստ չէր, այլ ճանաչման։ Ճանաչում, որ նրանք երկուսն էլ փոխվել էին այդ փորձի շնորհիվ։ Որ երկուսն էլ արժեքավոր բան էին սովորել, թե շատ տարբեր ձերով։ Դավիթը սեղմեց նրա ձեռքը, այդ ձեռքսեղմման մեջ լուռ խոստում կար։ Նա խոստանում էր շարունակել փորձել ավելի լավ մարդ լինել։ Նա խոստանում էր թույլ չտալ, որ որևէ մեկը երբեք իրեն ստիպի ցածր կամ հարգանքի անարժան զգալ։ Հաջորդող ամիսներին Մարինայի կյանքը նոր հուզիչ ընթացք ստացավ։ Նրան ընդունեցին Փարիզի Sciences Po-ի միջազգային արծրի հեղինակավոր մագիստրոսական ծրագրում, նույն համալսարանում, որը նրան տարիներ առաջ կրթաթոշակ էր առաջարկել։ Ընկերությունը պահպանեց նրա աշխատավարձը, նա կարողացավ ամեն ինչ կազմակերպել, որպեսզի մայրը իր բացակայության ընթացքում անհրաժեշտ աջակցություն ունենար։ Տիկին Սիրանուշը, ի դեպ, այնքան հպարտ էր, որ չէր դադարում հարաններին պատմել Ֆրանսիայում սովորելու գնացող իր դստեր մասին։ Դավիթը իր հերթին սկսեց փոխակերպման իր սեփական ճանապարհը։ Նա սկսեց արդյունավետորեն հաճախել գրասենյակ, ոչ թե որպես արտոնյալ ժառանգ, որը հայտնվում էր միայն հասարակական միջոցառումներին, այլ որպես մասնագետ, որն իսկապես ուզում էր սովորել ընտանեկան բիզնեսը։ Սկսեց ամենահիմնական բաժիններից, ուղղակիորեն աշխատելով այն աշխատակիցների հետ, որոնց նախկինում հազիվ էր նկատում։ Եվ թե սկզբնական շրջանում կասկածամտություն կար, աստիճանաբար մարդիկ սկսեցին նկատել, որ փոփոխությունը իրական է։ Երեկույթի դիմակայության պատմությունը, որը սկսվել էր որպես հասարակական սկանդալ, վերածվեց մի այլ բանի։ Այն դարձավ պատմություն արժանապատվության, ինքնապաշտպանության արժեքի, այն մասին, թե ինչպես կարող է արտոնությունը կուրացնել, բայց նա լինել իրական փոփոխության մեկնարկային կետ, երբ բախվում է անհարմար ճշմարտությունների հետ։ Ֆրանսիա մեկնելու նախօրեին Մարինան հավաքում էր իր վերջին իրերը, երբ հաղորդագրություն ստացավ Դավիթից։
Դա պարզ հաղորդագրություն էր, առանց ընկերության հավակնությունների կամ ներման խնդրանքների։ Պարզապես անկեղծ ճանաչում։ Հաջողություն Փարիզում, Մարինա։ Դու կնվաճես այն ամենը, ինչին արժանի ես։ Եվ շնորհակալ եմ, որ չհամաձայնվեցիր ավելի քչին, քան արժես։ Դու ինձ սովորեցրիր, որ արժանապատվությունը գին չունի։ Ոչ 1 միլիոն։ Ոչ էլ աշխարհի բոլոր միլիոնները։ Մարինան կարդաց հաղորդագրությունը, այն ճակատագրական երեկույթի գիշերվանից ի վեր առաջին անգամ անկեղծորեն ժպտաց, մտածելով Դավիթ Սարգսյանի մասին։ Ոչ թե որովհետև նրան լիովին ներել էր։ Ոչ թե որովհետև նրանք հիմա ընկերներ էին։ Այլ որովհետև նա հավատում էր, վերջապես, որ նա իսկապես փոխվում է։ Եվ որ ինքը իր գլուխը չխոնարհելու հրաժարումով, իր արժանապատվությունը պահպանելու պնդումով, նույնիսկ երբ դա թանկ արժեցավ, եղել էր այդ փոփոխության կատալիզատորը։ Նա պարզ պատասխանեց. Շնորհակալ եմ։ Եվ հիշիր, փոխակերպումը չափվում է հետողականությամբ, ոչ թե առանձին պահերով։ Հաջորդ օրը Մարինան մեկնեց Փարիզ։ Երբ ինքնաթիռը օդ բարձրացավ, նա տեսավ, թե ինչպես է երանը գնալով փոքրանում ներքում, նա մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Մտածեց երեկույթի գիշերվա, ամբարտավան մարտահրավերի, իր ֆրանսերեն պատասխանի մասին, որը փոխեց ամեն ինչ։ Մտածեց հաջորդած դժվար օրերի, քողարկված սպառնալիքների, գրեթե աշխատանքից ազատվելու մասին։ Եվ մտածեց, թե ինչպես ի վերջո նվաստացումն ընդունելուց իր հրաժարումը բացեց դռներ, որոնք նա կարծում էր, թե ընդմիշտ փակ կլինեն։ Նա մտածեց, նա Դավիթի մասին անկեղծորեն հույս ուներ, որ նա կշարունակի իր փոփոխության ճանապարհը։ Ոչ թե իր, այլ իր համար։ Որովհետև բոլորն արժանի են աճելու, սովորելու, ավելի լավը դառնալու հնարավորությանը։ Բայց ամենից շատ Մարինան մտածեց իր մասին այն դասի մասին, որը կկրեր ընդմիշտ։ Արժանապատվությունը չի սակարկվում, հարգանքը չի աղերսվում, ոչ ոք, բացարձակապես ոչ ոք, իրավունք չունի քեզ ստիպել զգալ ավելի փոքր, քան դու կաս, անկախ նրանից, թե որքան փող ունեն կամ ինչ ազգանուն են կրում։ Մինչդեռ երանում Դավիթը առաջին անգամ մտավ Սարգսյան ներմուծում ի գրասենյակ, վճռական ապացուցելու, որ իրական փոփոխությունը հնարավոր է։ Նա այլս այն ամբարտավան ժառանգը չէր, որը կարծում էր, թե աշխարհը իրեն ինչ-որ բան պարտք է։ Նա մեկն էր, ով վերջապես հասկանում էր, որ հարգանքը նվաճվում է, որ արտոնությունը պատասխանատվություն է բերում, որ կյանքի ամենակարևոր դասերը երբեմն գալիս են այն մարդկանցից, ումից ամենակիչն է սպասում։ Երկու տարբեր ուղիներ, երկու տարբեր ճանապարհորդություններ։ Մարինան վերակտել էր իր երազանքներն ու սեփական արժեքը։ Դավիթը հայտնաբերել էր իր խիղճն ու մարդկայնությունը։ Եվ ամեն ինչ սկսվել էր մի գիշերից, մի երեկույթից, մի ամբարտավան մարտահրավերից, մի կնոջ քաջությունից, որը հրաժարվեց ընդունել նվաստացումը։ Այդ պատմությունից մնացած ճշմարտությունը պարզ էր, բայց հզոր։ Ով փորձում է նվաստացնել ուրիշներին, ի վերջո մերկացնում է իր սեփական թուլությունները։ Իսկ արժանապատվությունը, այն իրական արժանապատվությունը, որը գալիս է ներսից, որը ոչ մի արտաքին հանգամանք չի կարող խլել, գին չունի։ Առավելս 1 միլիոն։